Առանձնատանը բոլորը սարսափում էին միլիոնատիրոջ կնոջից, ոչ ոք չէր համարձակվում դիմակայել նրան։ Աշխատակիցները լուռ լաց էին լինում, մինչ նա վերահսկում էր ամեն ինչ մանիպուլյացիայի դաժանության միջոցով։ Սակայն ամեն ինչ սկսեց փոխվել այն օրը, երբ այդ տանը հայտնվեց մի հասարակ հավաքարար։ Եթե հաղթահարման սիրո այս գեղեցիկ պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Եվ այսպես, շարունակենք։ Առանձնատունը հպարտորեն վեր էր խոյանում Երանի հեղինակավոր Վահագնի թաղամասի սրտում, որպես բաց գույնի քարերից հսկայական պատուհաններից կառուցված մի ամրոց, որոնք անդրադարձնում էին կեսօրվա առը։ Շրջապատված բարձր պարիսպներով, որոնք պատված էին խնամքով էտված բաղեղներով, կալվածքը զբաղեցնում էր մի ամբողջ թաղամաս թվում էր, կտրվածը ժամանակից, անտարբեր քաղաքի աղմուկի հանդեպ, որը բաբախում էր երկաթե դարպասների այն կողմում։ Անթերի այգիները, մարմարե շատրվանները, թանկարժեք մեքենաներով լի ավտոտնակը կազմում էին բացարձակ հարստության պատկերը։ Բայց նրանք, ովքեր մոտիկից գիտեին այդ վայրը, հասկանում էին, որ ճարտարապետական գեղեցկության ակնհայտ շքեղության հետում կար մի բան, որն օդն ավելի ծանր էր դարձնում, իսկ լռությունը ավելի անհանգստացնող։ Անահիտն ամուր սեղմել էր պայուսակի բռնակը, երբ առաջին անգամ անցնում էր կողմնակի դարպասով։ Նա 32 տարեկան էր, ուներ ուսերին իջնող ուղիղ շագանակագույն մազեր ու շադիր աչքեր, որոնք որսում էին շուրջ բոլորը եղած ամեն մի մանրուք։ Նա հագել էր պարզ համեստ համազգեստ, ինչպես տան բոլոր մյուս աշխատակիցները, բայց իր մեջքին կրում էր մի անտեսանելի բեռ, որն այնտեղ ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Նա այդ առանձնատանը չէր միայն մարմարե հատակները մաքրելու կամ նուրբ սպասքը դասավորելու համար։ Նա ուներ շատ ավելի մեծ նպատակ, մի առաքելություն, որն ստանձնել էր ամիսներ շարունակ յուրաքանչյուր քայլը ծրագրելուց հետո։ Եվ հիմա, վերջապես, նա ներսում էր։ Տնտեսուհին, ով նրան դիմավորեց հետնամուտքի մոտ 60 տարեկան մի կին էր, նիհար կորացած, ասես տարիների աշխատանքի ծանրությունը ձավորել էր նրա մարմինը։ Տիկին Հասմիկն ուներ հոգնած աչքեր մի ժպիտ, որն այդպես էլ լիարժեք չէր դառնում։ Նա խոսում էր ցածր ձայնով, գրեթե շշուկով, մինչ ցույց էր տալիս սենյակները բացատրում տան կանոնները։ Անահիտն անմիջապես նկատեց, որ կինը խուսափում էր աղմուկ բարձրացնելուց, ասես պարզապես քայլելը կարող էր արթնացնել ինչ-որ վտանգավոր բան։ Լռություն։ Անթերի մաքրություն։ Ոչ մի իր տեղից շեղված չլինի։ Ոչ մի ավելորդ ձայն։ Սրանք էին առաջին կանոնները, որոնք տիկին Հասմիկը կրկնում էր խեղդված ձայնով։ Անահիտն ուշադիր լսում էր, տալով զուսպ հարցեր դիտելով տնտեսուհու յուրաքանչյուր արձագանքը։ Այդ աչքերում վախ կար։ Իսկական վախ։ Դա պարզապես աշխատանքը կորցնելուց վախեցող մարդու լարվածություն չէր։ Դա ավելի խորն էր, ասես կինն ապրում էր անտեսանելի անդունդի եզրին։ Մինչ նրանք անցնում էին թանկարժեք նկարներով ազնվացեղ փայտից կահույքով զարդարված լայն միջանցքներով, Անահիտը զգում էր, թե ինչպես է առանձնատան մթնոլորտը պարուրում իրեն պաղ մշուշի պես։ Ամեն ինչ չափազանց կատարյալ էր։ Յուրաքանչյուր բարձ, յուրաքանչյուր ծաղկաման, յուրաքանչյուր վարագույր թվում էր տեղադրված միլիմետրային ճշգրտությամբ։ Այդ վայրում կյանք չկար։ Մարդկային ջերմություն չկար։ Ասես տունը շնչում էր միայն նրա վերահսկվող օդը, ով ղեկավարում էր այն։ Տանտիրուհին դեռ չէր երացել։ Տիկին Հասմիկը նրա անունը տալիս էր ակնածանքով զգուշությամբ, միշտ ցածրացնելով ձայնը Սաթենիկ անունն արտասանելիս։ Նա պատմում էր, որ տան տիկինն ուներ հատուկ առօրյա, խիստ ժամանակացույց չափազանց բարձր սպասելիքներ։ Ցանկացած սխալ, որքան էլ փոքր լիներ, կարող էր ծանր հետանքներ ունենալ։ Անահիտը բնականon կերպով հարցրեց, թե արդյոք տիկին Հասմիկը վաղուց է այստեղ աշխատում։ Պատասխանն ուղեկցվեց ծանր հառաչանքով։ 15 տարի։ 15 տարի ծառայելով այդ ընտանիքին, տեսնելով, թե ինչպես են աշխատակիցները գալիս անհետանում առանց բացատրության, ականատես լինելով լուր փոփոխությունների, որոնք ոչ ոք չէր համարձակվում հարցականի տակ դնել։ Տիկին Հասմիկը մանրամասների մեջ չէր մտնում, բայց չասված խոսքերի ծանրությունը կախված էր օդում։ Անահիտը զգաց, որ ճիշտ վայրում է։ Այդ տանը ինչ-որ սխալ բան էր կատարվում, նա վճռական էր տրամադրված պարզելու, թե հատկապես ինչ։ Սաթենիկի հետ առաջին հանդիպումը տեղի ունեցավ հաջորդ առավոտյան։ Անահիտը դասավորում էր գրադարանը, երբ լսեց մարմարե աստիճաններով իջնող հաստատուն քայլեր։
Նա զուսպ շրջվեց, տեսավ մոտ 40 տարեկան մի կնոջ, բարձրահասակ, նրբագեղ, խնամքով սանրված շեկ մազերով բեժ գույնի զգեստով, որն ավելի թանկ արժեր, քան Անահիտը կվաստակեր մի ամբողջ տարվա ընթացքում։ Սաթենիկն ուներ գեղեցիկ դեմք, նուրբ դիմագծեր, մի ժպիտ, որը կարող էր խաբել յուրաքանչյուրին։ Բայց աչքերն այլ էին։ Սառը, հաշվեն կատ, ասես միշտ գնահատում էին, չափում, դատում։ Նա ողջունեց Անահիտին չափազանցված քաղաքավարությամբ, հարցեր տալով նրա նախկին փորձի մասին, գովելով գրադարանի կարգուկանոնը։ Ձայնը քաղցր էր, գրեթե մայրական, բայց Անահիտը նկատեց մի տագնապեցնող բան։ Մինչ խոսում էր նրա հետ, Սաթենիկը հայացքը հառել էր նրան, առանց թարթելու, ասես կարդում էր յուրաքանչյուր թաքնված միտք։ Դա մի հայացք էր, որը ներխուժում էր, որը մերկացնում էր պաշտպանվելու ցանկացած փորձ։ Անահիտը պատասխան ժպտաց, շնորհակալություն հայտնեց գովասանքների համար, պատասխանեց կանխամտածված համեստությամբ։ Բայց ներսում նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա կանգնած էր այն մարդու առջ, ումից բոլորը վախենում էին, հիմա հասկանում էր, թե ինչու։ Հաջորդ օրերի ընթացքում Անահիտը սկսեց մանրակրկիտ հետել տան դինամիկային։ Նա նկատում էր, թե ինչպես են աշխատակիցները շարժվում ստվերների պես, խուսափելով միջանցքներում Սաթենիկին հանդիպելուց։ Նկատում էր, թե ինչպես էր լռությունն ուժեղանում, երբ նա սենյակ էր մտնում։ Տեսնում էր, թե ինչպես էր տիկին Հասմիկը դողում, երբ նրան կանչում էին տիրուհու աշխատասենյակ առանձնազրույցների։ Եվ նա սկսեց նկատել մի սարսափելի օրինաչափություն։ Նվաստացումը մշտական էր, բայց երբեք աղմկոտ չէր։ Սաթենիկը երբեք չէր գոռում։ Դրա կարիքը չկար։ Նրա զենքը սուր խոսքն էր, մտահոգության տակ քողարկված թունավոր մեկնաբանությունը, ներսից քայքայող քննադատությունը։ Ճաշի սեղանին սխալ դրված բաժակը կարող էր դառնալ 15 րոպեանոց դասախոսության պատճառ, անկարողության անհարգալից վերաբերմունքի մասին։ Գորգի վրայի փոքրիկ կեղտաբիծը վերածվում էր անփութության անպատասխանատվության ապացույցի։ Յուրաքանչյուր սխալ, իրական թե հորինված, օգտագործվում էր աշխատակիցներին հիշեցնելու համար, որ նրանք փոխարինելի են, միանգամյա օգտագործման վստահությանը անարժան։ Անահիտն ականատես եղավ մի տեսարանի, որը սառեցրեց նրա արյունը։ Տիկին Հասմիկը հատուկ ընթրիք էր պատրաստել, սխալվել էր միսը համեմելիս։ Սաթենիկը կանչեց բոլոր աշխատակիցներին ճաշասենյակ, բոլորի ներկայությամբ ստիպեց տնտեսուհուն համտեսել ուտեստը, մինչ ինքը դաժան մանրամասնությամբ նկարագրում էր յուրաքանչյուր թերություն։ Նվաստացումը տեց 10 րոպե։ Տիկին Հասմիկը լուռ լաց էր լինում, անդադար ներողություն խնդրելով, մինչ մյուս աշխատակիցները գլխիկոր հետում էին, թեթացած զգալով, որ այս անգամ իրենք չեն թիրախը։ Բայց այն, ինչն ամենից շատ ցնցեց Անահիտին, տեղի ունեցավ հետո։ Երբ Սաթենիկի ամուսինը այդ երեկո տուն եկավ, կինը լիովին կերպարանափոխվեց։ Նա ժպտաց, քնքշորեն գրկեց Վարդանին, գովեց տիկին Հասմիկի պատրաստած ընթրիքը, իրեն պահեց որպես կատարյալ կին։ Վարդանը մոտ 50 տարեկան տղամարդ էր, ալեխառն մազերով, հոգնածությունից կախված ուսերով։ Նա սպառված էր թվում, հեռու, ասես ապրում էր սեփական տան մեջ գտնվող մի զուգահեռ աշխարհում։ Նա երախտագիտությամբ ժպտաց Սաթենիկին, սիրով սեղմեց նրա ձեռքը, չնկատեց ոչինչ այն ամենից, ինչ տեղի էր ունեցել ժամեր առաջ։ Անահիտն այդ պահին հասկացավ, որ գործ ունի դերասանուհու հետ։ Սաթենիկը հստակ գիտեր, թե ինչպես պետք է իրեն պահի յուրաքանչյուր իրավիճակում, ինչպես մանիպուլյացիայի ենթարկի ընկալումները տարբեր մարդկանց համար տարբեր իրականություններ ստեղծի։ Ամուսնու ներկայությամբ նա նվիրված կին էր։ Նրա բացակայությամբ նա վերածվում էր բռնապետի, ումից բոլորը վախենում էին։ Եվ ամենասարսափելին այն էր, որ այդ տանը ոչ ոք քաջություն չուներ Վարդանին ճշմարտությունը պատմելու։ Գիշերը, երբ նա հանգստանում էր կալվածքի հետնամասում իրեն հատկացված փոքրիկ սենյակում, Անահիտը խորում էր այն ամենի մասին, ինչ պարզել էր մինչ այդ։ Նա մտածում էր այն պատճառի մասին, որն իրեն բերել էր այս առանձնատուն։ Մտածում էր Վարդանի ընտանիքի մասին, որը տարիներ շարունակ փորձում էր մոտենալ նրան, առանց հաջողության։ Մտածում էր խզված ընկերությունների, չեղարկված հանդիպումների, մի մարդու աճող մեկուսացման մասին, ով նախկինում շփվող էր առատաձեռն։ Եվ հիմա նա հասկանում էր, թե ինչպես էր այդ ամենը կառուցվել։ Սաթենիկը ոչ միայն նվաճել էր Վարդանին։ Նա շրջապատել էր նրան, մեկուսացրել, վերածել հուզական բանտարկյալի սեփական տան մեջ։ Եվ նա դա անում էր այնպիսի նրբությամբ, այնպիսի ճշգրտությամբ, որ դրսից ոչ ոք երբեք չէր նկատի։ Հասարակության համար Սաթենիկն օրինակելի կին էր։
Նրանց համար, ովքեր ապրում էին նույն հարկի տակ, նա վախի մարմնացումն էր։ Անահիտը գիտեր, որ ապացույցներ են պետք։ Միայն ականատես լինելը բավական չէր։ Նա պետք է գտներ ինչ-որ շոշափելի բան, որը կբացահայտեր Սաթենիկի իրական դեմքը։ Եվ նա համոզված էր, որ այդ գաղտնիքները թաքնված են այդ առանձնատան ինչ-որ անկյունում։ Հաջորդ առավոտյան, մինչ մաքրում էր նախասրահը, Անահիտը վերի հարկից լսեց մի թույլ ձայն։ Դա տատիկ Մարիամն էր, Վարդանի տատիկը, 83 տարեկան մի կին, ով ապրում էր տան արևելյան թում։ Անահիտը լսել էր նրա մասին, բայց դեռ անձամբ չէր ճանաչում։ Տիկին Հասմիկը նշել էր, որ տարեց կնոջ առողջությունը վատացել է, նա ժամանակի մեծ մասն անցկացնում է իր սենյակում։ Հետաքրքրությունից դրդված, Անահիտը լուռ բարձրացավ աստիճաններով, գտավ տատիկ Մարիամին պատուհանի մոտ նստած բազկաթոռին, հայացքը հառած այգիներին։ Տիկինն ուներ սպիտակ հավաքված մազեր, խորը կնճիռներ, որոնք պատմում էին երկար կյանքի մասին, աչքեր, որոնք, չնայած տարիքին, դեռ փայլում էին պարզությամբ։ Երբ նկատեց Անահիտի ներկայությունը, տատիկ Մարիամը քնքշորեն ժպտաց նշան արեց, որ մոտենա։ Նրանք կարճ զրուցեցին։ Տարեց կինը հարցրեց նոր աշխատակցուհու մասին, խոսեց եղանակից գովեց այգիները։ Բայց հետո, հանկարծ, նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա լրջացավ, գրեթե վախեցած տեսք ստացավ, զարմանալի ուժով սեղմեց Անահիտի ձեռքը։ Զգույշ եղիր նրանից, չշնջաց տիկինը։ Տատիկ Մարիամը անուններ չտվեց, բայց Անահիտը հիանալի հասկացավ։ Վարդանի տատիկը ինչ-որ բան գիտեր։ Ինչ-որ բան էր տեսել։ Եվ փորձում էր զգուշացնել։ Նախքան Անահիտը կհասցներ ավելին հարցնել, լսվեցին մոտեցող քայլեր։ Սաթենիկը հայտնվեց սենյակի դռան մոտ, քաղաքավարի ժպիտով դեղերի սկուտեղով։ Նա ողջունեց Անահիտին կեղծ ջերմությամբ, խնդրեց վերադառնալ իր պարտականություններին։ Աստիճաններով իջնելիս Անահիտը հետ նայեց, տեսավ, թե ինչպես է Սաթենիկը մի քանի հապ տալիս տատիկ Մարիամին, ով դրանք ընդունում էր հնազանդությամբ։ Այդ գիշեր Անահիտը չկարողացավ քնել։ Պառկած իր նեղ մահճակալին, նա լսում էր առանձնատան հեռավոր ձայները։ Դռան ջռոցը, գորգի վրայի խլացված քայլերը, պատուհաններին զարկող քամին։ Նա մտածում էր տատիկ Մարիամի, նրա վախեցած հայացքի շշնջացած նախազգուշացման մասին։ Մտածում էր տիկին Հասմիկի մասին, ով կորացել էր 15 տարվա լուռ նվաստացումների ծանրությունից։ Մտածում էր Վարդանի մասին, մի մարդու, ով ասես ուրվական լիներ սեփական տանը, մեկուսացված այն ամենից բոլորից, ում մի ժամանակ սիրել էր։ Եվ նա հարց էր տալիս իրեն, թե դեռ որքան ժամանակ կկարողանա պահել այս խաղը։ Որքան ժամանակ կկարողանա ձացնել, թե ինքը պարզապես հերթական վախեցած հավաքարարն է, գլխիկոր, հրամանների սպասող խնդիրներից խուսափող։ Որքան ժամանակ կանցնի, մինչ Սաթենիկը սկսի կասկածել, հետաքննել, բացահայտել այն պատմության ճաքերը, որն Անահիտը հորինել էր այս տուն մտնելու համար։ Նա վեր կացավ մահճակալից, մոտեցավ փոքրիկ պատուհանին, որը նայում էր հետնամասի այգիներին։ Լուսինը լուսավորում էր խնամքով էտված ծառերը, երկրաչափական մարգերում դասավորված ծաղիկները, քարե արահետը, որը տանում էր դեպի ծածկված լողավազանը։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր։ Ամեն ինչ այնքան կատարյալ։ Ամեն ինչ այնքան կեղծ։ Անահիտը ճակատը հենեց սառը ապակուն, փակեց աչքերը։ Նա հիշեց այն օրը, երբ ստացավ հեռախոսազանգը, որը փոխեց ամեն ինչ։ Դա Վարդանի քույրն էր, մի հուսահատ կին, ով գրեթե 3 տարի չէր տեսել եղբորը։ Նա խեղդված ձայնով պատմում էր, թե ինչպես է Վարդանը աստիճանաբար հեռացել ընտանիքից, չեղարկելով ճաշերը, անտեսելով ծննդյան տոները, հորինելով ավելի ու ավելի թույլ արդարացումներ։ Սկզբում բոլորը կարծում էին, թե դա պարզապես աշխատանքային սթրեսն է կամ ամուսնական կյանքին հարմարվելը։ Բայց ժամանակի ընթացքում հասկացան, որ ինչ-որ բան շատ սխալ է։ Վարդանի զանգերը դարձան ավելի ու ավելի հազվադեպ վերահսկվող։ Երբ պատասխանում էր, թվում էր հոգնած, հեռու, ասես կարդում էր նախապես փորձված սցենար։ Միշտ լավ էր խոսում Սաթենիկի մասին, գովում նրա նվիրվածությունը, շնորհակալություն հայտնում հոգատարության համար։ Բայց երբեք չէր հարցնում ընտանիքի մասին։ Երբեք նրանց տեսնելու ցանկություն չէր հայտնում։ Ասես նա ջնջվել էր ներսից, վերածվելով սեփական անձի դատարկ տարբերակի։ Ընտանիքը փորձեց ամեն ինչ։ Նրանք այցելեցին առանձնատուն, բայց Սաթենիկը միշտ նրանց ընդունում էր չափազանցված քաղաքավարությամբ, պատճառներ էր գտնում այցերը կարճելու համար։ Վարդանը հոգնած էր, ուներ կարևոր հանդիպումներ, իրեն լավ չէր զգում։ Միշտ մի պատրվակ կար։
Եվ երբ վերջապես հաջողվում էր նրա հետ մի քանի րոպե առանձին խոսել, նկատում էին, թե որքան է նա փոխվել։ Կախված ուսեր, անփայլ հայացք, միապաղաղ ձայն։ Ասես նա ապրում էր մշտական հոգնածության վիճակում։ Հենց այդ ժամանակ Վարդանի քույրը որոշեց մեկին վարձել հետաքննություն անցկացնելու համար։ Նա պետք է հասկանար, թե ինչ է կատարվում այդ առանձնատան ներսում։ Նրան ապացույցներ էին պետք, եղբորը ցույց տալու համար, որ նրանով մանիպուլյացիա են անում։ Եվ Անահիտը, իր զուսպ փորձով աննկատ մնալու ունակությամբ, ընտրվեց այդ առաքելության համար։ Անահիտը բացեց աչքերը, նորից նայեց լուսնի լույսով ողողված այգիներին։ Նա գիտեր, որ ընդունել է այս աշխատանքը ոչ միայն փողի համար, այլ որովհետև Վարդանի պատմությունը արձագանքում էր իր սեփական կյանքին։ Նա նույնպես գիտեր, թե ինչ է նշանակում լինել անտեսանելի Սարդոստայնի մեջ։ Նա նույնպես գիտեր, թե ինչ է նշանակում ապրել մեկի հսկողության տակ, ով խոսքերը որպես զենք է օգտագործում քնքշանքը վերածում շղթաների։ Եվ նա ուներ իր սեփական գաղտնիքները, խնամքով պահված։ Գաղտնիքներ, որոնք այդ տանը ոչ ոք չպետք է բացահայտեր։ Որովհետև եթե Սաթենիկը պարզեր, թե ով է իրականում Անահիտը, եթե քանդեր ստերի այն շերտերը, որոնք նրան բերել էին այստեղ, այդ առանձնատանը սկսված լուռ պատերազմը կվերածվեր շատ ավելի վտանգավոր մի բանի։ Անահիտը մատներով դիպավ մազերին, զգալով ծանոթ հյուսվածքը մատների ծայրերի տակ։ Այնտեղ ոչ ոք չգիտեր, որ այդ մազերը իրենը չեն։ Ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է նա թաքցնում այդ սովորական արտաքինի տակ։ Եվ քանի դեռ այդ գաղտնիքը մնում էր պաշտպանված, նա հնարավորություն ուներ կատարելու իր առաքելությունը։ Նա վերադարձավ մահճակալին, վերմակը քաշեց մինչ կզակը։ Վաղը կլիներ դիտարկումներիս 1 օր, ծածնելուս 1 օր, այդ շքեղ առանձնատան ստվերներում շարժվելուս 1 օր։ Նա պետք է համբերատար լիներ։ Պետք է զգույշ լիներ։ Որովհետև գիտեր, որ Սաթենիկը պարզապես դաժան չէր։ Նա խելացի էր, հաշվենկատ վտանգավոր։ Եվ Անահիտը լիովին համոզված էր, որ այդ տան ինչ-որ անկյունում կան շատ ավելի մեծ գաղտնիքներ, քան որը մեկը կարող էր պատկերացնել։ Գաղտնիքներ, որոնք կբացատրեին ոչ միայն այն, ինչ կատարվում էր Վարդանի հետ, այլ թերս կբացահայտեին շատ ավելի մութ մի օրինաչափություն։ Առայժմ նա պետք է շարունակեր մնալ անտեսանելի։ Հետելով յուրաքանչյուր շարժմանը, լսելով յուրաքանչյուր խոսակցությունը, հավաքելով ճշմարտության յուրաքանչյուր բեկորը, թաքնված այդ թանկարժեք նկարներով, պարսկական գորգերով պատված պատերի մեջ։ Որովհետև Անահիտը պարզապես ժամանակավոր աշխատակից չէր։ Պարզապես վարձված հետախույզ չէր։ Նա մեկն էր, ով հիանալի հասկանում էր, թե ինչ է նշանակում ապրել վախի մեջ։ Մեկը, ով գիտեր ծանր գաղտնիքներ կրելու ցավը։ Մեկը, ով հստակ գիտեր, թե ինչպես է մարդն իրեն փոքր զգում անտեսանելի ուժի առջ։ Եվ հենց այդ խորը ըմբռնումը, ցավոտ փորձից ծնված այդ կարեկցանքն էր նրան դարձնում ճիշտ մարդ Սաթենիկին դիմակայելու համար։ Որովհետև գիշատչին հաղթելու համար երբեմն պետք է իմանալ, թե ինչ զգացողություն է որս լինելը։ Անահիտը փակեց աչքերը, փորձեց քնել, իմանալով, որ հաջորդ օրերը կբերեն տագնապեցնող բացահայտումներ։ Նա գիտեր, որ մտնում է վտանգավոր տարածք, որտեղ յուրաքանչյուր քայլ պետք է լինի հաշվարկված, իսկ յուրաքանչյուր խոսք կշռադատված։ Բայց նա չէր նահանջի։ Չէր կարող։ Որովհետև հիմա, երբ տեսել էր վախը տիկին Հասմիկի աչքերում, լսել էր տատիկ Մարիամի հուսահատ նախազգուշացումը, զգացել էր Վարդանի խորը միայնությունը, նա իրեն պատասխանատու էր զգում նրանց բոլորի համար։ Եվ նա դուրս չէր գա այդ առանձնատնից, մինչ չազատեր մանիպուլյացիայի այդ Սարդոստայնում հայտնված յուրաքանչյուր մարդու։ Նույնիսկ եթե դա նշանակեր բացահայտել սեփական գաղտնիքները։ Նույնիսկ եթե դա նշանակեր առերեսվել սեփական վախերին։ Որովհետև երբեմն, մտածեց Անահիտը, նախքան վերջնականապես քուն մտնելը, ուրիշներին փրկելու միակ միջոցը նախ սեփական անձը փրկելու քաջություն գտնելն է։ Հաջորդ օրերը բերեցին բացահայտումներ, որոնք Անահիտը չէր սպասում այդքան շուտ գտնել։ Առանձնատան առօրյան հետում էր խիստ կանխատեսելի օրինաչափության, բայց հենց փոքր շեղումների, հաշվարկված բացառությունների մեջ էր Սաթենիկի իրական բնույթը բացահայտվում տագնապեցնող հստակությամբ։ Անահիտն արագ սովորեց, որ հինգշաբթին այն օրն էր, երբ Վարդանը գնում էր գրասենյակային հանդիպումների, վերադառնում էր միայն ուշ կեսօրին։ Հենց այդ օրերին էր Սաթենիկը լիովին ազատվում, կարիք չունենալով պահել նվիրված կնոջ դիմակը։ Եվ հենց մայիսյան մի անձրոտ հինգշաբթի էր, որ Անահիտն ականատես եղավ մի բանի, որն օգնեց նրան հասկանալ այդ տանը տիրող վերահսկողության իրական չափերը։
Խոհարարը, Անուշ անունով մի կին, ով այնտեղ աշխատում էր արդեն 8 տարի, նախաճաշը պատրաստել էր նույն խնամքով, ինչպես միշտ։ Ամեն ինչ անթերի էր։ Նուրբ ձով կտրատված մրգեր, տաք հացիկներ, թարմ քամած հյութ։ Բայց երբ Սաթենիկն իջավ նախաճաշելու, վերցրեց մի բոված հաց, մի քանի վայրկյան զննեց այն պարզապես նետեց աղբամանը։ Հետո նայեց Անուշին այն սառը ժպիտով, որն Անահիտն արդեն սովորել էր ճանաչել։ Այրված է, ասաց Սաթենիկը հանգիստ ձայնով։ Անուշը փորձեց բացատրել, որ բովել է հենց այնպես, ինչպես տիրուհին միշտ խնդրում էր, բայց նրան ընդհատեցին ձեռքի շարժումով։ Սաթենիկը բացատրություններ չէր ուզում։ Նա հնազանդություն էր ուզում։ Եվ հաջորդ 10 րոպեների ընթացքում նա ցավոտ մանրամասնությամբ նկարագրում էր, թե ինչպես է Անուշը ծերանում, դանդաղում դառնում անփույթ։ Թե ինչպես է թերս ժամանակը վարձելու մեկին, ով ավելի երիտասարդ է, ավելի ուշադիր, ավելի հմուտ։ Անահիտն այդ ամենին հետում էր հարան սենյակից, ծածնելով, թե դասավորում է դարակները։ Նա տեսավ Անուշի դեմքով հոսող լուռ արցունքները։ Տեսավ, թե ինչպես էր խոհարարն ավելի կորանում, անդադար ներողություն խնդրելով, խոստանալով ավելի լավ անել։ Եվ նա տեսավ սարսափելի հստակությամբ, թե ինչպես էր Սաթենիկը ասես սնվում այդ ցավից, կարծես ուրիշի նվաստացումը նրան էներգիա էր տալիս։ Երբ Անուշը ջախջախված վերադարձավ խոհանոց, Սաթենիկը պարզապես վերցրեց մեկ այլ հաց, հանգիստ կերավ շարունակեց իր օրը։ Ասես ոչինչ չէր եղել։ Ասես ինչ-որ մեկին հուզականորեն ոչնչացնելը պարզապես հերթական առավոտյան գործն էր։ Անահիտը զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում կոկորդը, բայց զսպեց իրեն։ Նա չէր կարող արձագանքել։ Չէր կարող բացահայտվել։ Դեռ ոչ։ Նա պետք է ամբողջությամբ հասկանար համակարգը, նախքան այն քանդելու փորձ անելը։ Եվ որքան շատ էր դիտում, այնքան ավելի էր հասկանում, որ Սաթենիկը չէր գործում ազդակների տակ։ Յուրաքանչյուր հարձակում հաշվարկված էր, յուրաքանչյուր նվաստացում ուներ որոշակի նպատակ։ Այդ կեսօրին, մինչ մաքրում էր Վարդանի աշխատասենյակը, Անահիտը մի հետաքրքիր բան գտավ։ Հին լուսանկարներ, պահված մի քիչ օգտագործվող դարակում։ Դրանք պատկերներ էին մի այլ ժամանակից, երբ Վարդանը դեռ ժպտում էր աչքերով, երբ շրջապատված էր ընկերներով, երբ իրոք կենդանի էր թվում։ Կային նկարներ ընտանիքի հետ, խնջույքների ժամանակ, ճամփորդությունների ընթացքում։ Եվ դրանցից ոչ մեկում Սաթենիկը չկար։ Անահիտը վերցրեց մի լուսանկար, որը գրավեց իր ուշադրությունը։ Վարդանը կանգնած էր իր տարեկից մի տղամարդու կողքին, երկուսն էլ լայն ժպտում էին, ձեռքերը միմյանց ուսերին դրած։ Հակառակ կողմում գրված էր. Արմենը ես, Սան, 2015 թ. Ձեռագիրը Վարդանինն էր, անկաշկանդ ուրախ։ Անահիտը մտքում պահեց այդ անունը։ Արմեն։ Մի մտերիմ ընկեր, ով, ըստ ամենայնի, այլս Վարդանի կյանքի մաս չէր կազմում։ Նա շարունակեց զուսպ հետաքննությունը։ Գտավ մի հին օրագիր, 2 տարի վաղեմության, լի հասարակական հանդիպումներով, ընթրիքներով, գործնական տեսակցություններով։ Վարդանի ձեռագիրը էջերը լցրել էր խանդավառությամբ։ Բայց հետո, աստիճանաբար, հանդիպումները սկսում էին ջնջվել։ Չեղարկումներ, ուղեկցված լուսանցքներում գրված արդարացումներով։ Գլխացավ։ Սաթենիկն իրեն լավ չի զգում։ Պետք է տանը մնամ։ Շատ հոգնած եմ։ Եվ հետո, օրագրի վերջին երրորդում, էջերը գրեթե դատարկ էին մնում։ Ասես Վարդանի հասարակական կյանքը լիովին ջնջվել էր։ Անահիտը զգուշությամբ փակեց դարակը ծանրություն զգաց կրծքում։ Նա տեսնում էր թղթի վրա փաստաթղթավորված մի մարդու մեկուսացման գործընթացը։ Ավելի ուշ այդ օրը, մինչ դասավորում էր զույգի հագուստները զգեստապահարանում, Անահիտը ձայներ լսեց ննջասենյակից։ Սաթենիկը խոսում էր հեռախոսով, ձայնի տոնից պարզ էր, որ նա չէր սպասում, թե իրեն կլսեն։ Անահիտն անշարժացավ կիսաբաց դռան հետում, շունչը պահած։ Նա նույնիսկ չի էլ նկատում, ասում էր Սաթենիկը ցածր ծիծաղով։ Կարծում է, թե դա իր գաղափարն էր, որ ինքն է ընտրել հեռանալը։ Խեղճ Վարդան։ Այնքան խելացի է գործերում, բայց այնքան միամիտ մնացած ամեն ինչում։ Մյուս կողմի ձայնը չէր լսվում, բայց Սաթենիկը շարունակեց. Մի անհանգստացիր։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ անում։ Յուրաքանչյուր մարդ, ում նա սիրում էր, զգուշությամբ հեռացվել է։ Յուրաքանչյուր ընկերություն կամաց-կամաց թունավորվել է։ Եվ նա հավատում է, որ բոլորն իրեն լքել են։
Որ միայն ես եմ մնացել։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը սկսում արագ խփել։ Նա լսում էր խոստովանություն։ Համակարգված մանիպուլյացիայի հստակ սառը ընդունում։ Նա ուզում էր ձայնագրել, ուզում էր վկայել, բայց գիտեր, որ չի կարող։ Ցանկացած շարժում կբացահայտվեր։ Ուստի մնաց անշարժ, բացարձակ ուշադրությամբ լսելով յուրաքանչյուր խոսքը։ Սաթենիկն ավարտեց խոսակցությունը, դուրս եկավ սենյակից։ Անահիտը սպասեց մի քանի րոպե նախքան շարժվելը, խորը շնչելով նյարդերը հանդարտեցնելու համար։ Հիմա նա համոզված էր։ Վարդանը չէր հեռացել ընտանիքից սեփական կամքով։ Նա կանխամտածված մեկուսացվել էր։ Եվ Սաթենիկը ոչ միայն թույլ էր տվել դա, այլ ինքն էր կազմակերպել ամեն ինչ։ Այդ գիշեր Անահիտը փնտրեց տատիկ Մարիամին։ Նա գիտեր, որ տարեց կինը կարևոր տեղեկություններ ունի, բայց պետք էր նրան գտնել այնպիսի պահի, երբ Սաթենիկը մոտակայքում չլիներ։ Հնարավորությունը ստեղծվեց, երբ տիրուհին գնաց քաղաքի կենտրոնում կայանալիք բարեգործական միջոցառման։ Նա բարձրացավ տատիկ Մարիամի սենյակ, կամաց թակեց դուռը։ Տիկինը նրան ընդունեց, հոգնած ժպիտով նշան արեց ներս մտնել։ Սենյակը հարմարավետ էր, զարդարված հին կահույքով ընտանեկան լուսանկարներով։ Անահիտը ճանաչեց Վարդանին դրանցից շատերում, միշտ ժպտերես, միշտ մարդկանցով շրջապատված։ Նրանք նստեցին միասին պատուհանի մոտ։ Տատիկ Մարիամը բռնեց Անահիտի ձեռքը, նայեց նրա աչքերին զարմանալի ինտենսիվությամբ։ Գիտեմ, որ դու պարզապես հավաքարար չես, ասաց տիկինը թույլ, բայց հաստատուն ձայնով։ Տեսնում եմ։ Դու ինչ-որ բան ես փնտրում։ Փորձում ես հասկանալ։ Անահիտը չհերքեց։ Նա դանդաղ գլխով արեց, հարցրեց, թե արդյոք տատիկ Մարիամը կարող է պատմել այն, ինչ գիտի։ Տիկինը մի պահ փակեց աչքերը, ասես ուժ էր հավաքում ցավոտ մի բանի մասին խոսելու համար։ Երբ Սաթենիկը հայտնվեց մեր կյանքում 4 տարի առաջ, Վարդանը խոցելի էր, սկսեց տատիկ Մարիամը։ Նա հենց նոր էր կորցրել մի մեծ աշխատանքային պայմանագիր։ Վհատված էր, աջակցության կարիք ուներ։ Սաթենիկը հայտնվեց որպես հրեշտակ։ Գեղեցիկ, հոգատար, հետաքրքրված։ Նա մի քանի շաբաթում նվաճեց Վարդանին։ Եվ մենք, միամիտներս, կարծեցինք, թե դա իսկական սեր է։ Տարեց կինը, բացեց աչքերը, նայեց պատի լուսանկարներին։ Բայց շուտով նկատեցի, որ ինչ-որ բան այն չէ։ Փոքրիկ բան էր։ Նա միշտ պատճառներ էր գտնում, որ Վարդանը չայցելի ընտանիքին։ Միշտ գլխացավեր էր ունենում, երբ ընթրիքներ էինք նշանակում։ Միշտ գործեր էր հորինում, երբ միասին ճամփորդություններ էինք ծրագրում։ Եվ Վարդանը, սիրահարված ու կուրացած, ընդունում էր ամեն ինչ։ Տատիկ Մարիամը պատմեց, թե ինչպես Սաթենիկը սկսեց կասկածի սերմեր ցանել։ Նուրբ մեկնաբանություններ ընտանիքի անդամների մասին։ Ակնարկներ Վարդանի ընկերների մտադրությունների մասին։ Առաջարկներ, թե բոլորն ուզում են միայն նրա փողը, նրա ազդեցությունը։ Եվ Վարդանը, թուլացած ու մանիպուլյացիայի ենթարկված, սկսեց հավատալ։ Փորձեցի զգուշացնել նրան, շարունակեց տիկինը խեղդված ձայնով։ Բայց Սաթենիկը շատ խելացի է։ Նա իմ մտահոգությունը վերածեց խանդի։ Վարդանին հավատացրեց, թե ես չեմ ընդունում ամուսնությունը, որովհետև ուզում եմ վերահսկել նրան։ Եվ երբ ես պնդեցի, նա ակնարկեց, թե ես սկսում եմ խառնվել, որ տարիքը ինձ դարձնում է պարանոիկ։ Անահիտն ամուր սեղմեց տարեց կնոջ ձեռքը։ Հարցրեց այն դեղերի մասին, որոնք տեսնում էր, թե ինչպես է Սաթենիկն ամեն օր տալիս տատիկ Մարիամին։ Տիկինը խորը հառաչեց։ Դրանք շատ են։ Ավելին, քան բժիշկներ նշանակել։ Երբ հարցնում եմ, նա ասում է, թե նոր ցուցում է, որ խոսել է բժիշկների հետ։ Բայց ես ինձ ավելի ու ավելի շփոթված եմ զգում, ավելի հոգնած։ Երբեմն դժվարանում եմ բաներ հիշել։ Եվ երբ փորձում եմ Վարդանին ինչ-որ կարևոր բան պատմել, թվում է բառերը ճիշտ դուրս չեն գալիս։ Անահիտը զգաց, թե ինչպես է բարկությունը նորից աճում։ Սաթենիկը ոչ միայն մեկուսացնում էր Վարդանին։ Նա չեզոքացնում էր տան միակ մարդուն, ով կարող էր բացահայտել ճշմարտությունը։ Նա օգտագործում էր դեղերը տատիկ Մարիամին շփոթեցնելու համար, որպեսզի նրան դարձնի անվստահելի վկա։ Հարցրեց, թե արդյոք տիկինը հիշում է որևէ կոնկրետ բան, որ Սաթենիկն արել կամ ասել է։ Տատիկ Մարիամը մի պահ մտածեց, հետո նրա աչքերը լայնացան, ասես մոռացված մի հիշողություն վերակենդանացավ։ Մի գիշեր, մի քանի ամիս առաջ, արթնացա կեսգիշերին, ձայներ լսեցի խոհանոցից։
Դանդաղ իջա տեսա Սաթենիկին ինչ-որ բան խառնելիս։ Երբ նա նկատեց իմ ներկայությունը, արագ թաքցրեց այն ժպտաց։ Ասաց, թե թեյ է պատրաստում Վարդանի համար, որ նա դժվարանում է քնել։ Բայց նրա դեմքի արտահայտությունը։ Անահիտ, ես երբեք չեմ տեսել, որ մեկն այդպես նայի։ Նա երջանիկ էր թվում։ Երջանիկ, նրա համար ինչ-որ բան պատրաստելիս։ Անահիտը սարսուռ զգաց մեջքով հարցրեց, թե արդյոք Վարդանը խմել էր այդ թեյը։ Տատիկ Մարիամը գլխով արեց, բացատրելով, որ հաջորդ օրը նա հատկապես հոգնած էր, շփոթված, անկարող կենտրոնանալու կարևոր հանդիպումների վրա։ Դա առաջին անգամն էր, որ նա չեղարկեց աշխատանքային հանդիպումները, հիշեց տիկինը։ Եվ դրանից հետո դա ավելի հաճախ սկսեց պատահել։ Երբ Սաթենիկը պատրաստում էր այդ հատուկ թեյերը, Վարդանը օրերով սպառված էր մնում։ Իսկ նա բոլորին ասում էր, թե նա սթրեսի մեջ է, որ պետք է հանգստանա, որ նրան չպետք է անհանգստացնել։ Անահիտին ապացույցներ էին պետք։ Պետք էր ինչ-որ շոշափելի բան, որը կկապեր Սաթենիկին ավելի խորը մանիպուլյացիայի հետ։ Եվ նա գիտեր, որ այդ ապացույցները թաքնված են առանձնատան ինչ-որ տեղում։ Շնորհակալություն հայտնեց տատիկ Մարիամին, խոստացավ, որ կանի իրենից կախված ամեն ինչ օգնելու համար։ Տարեց կինը ամուր սեղմեց նրա ձեռքը, շշնջաց վերջին նախազգուշացումը. «Զգույշ եղիր, Անահիտ։ Նա վտանգավոր է այնպես, ինչպես դու դեռ լիովին չես հասկանում։ Նա պարզապես դաժան չէ։ Նա համբերատար է։ Մանրակրկիտ։ Եվ երբ պարզում է, որ ինչ-որ մեկն իր դեմ է, նա բարկությամբ չի արձագանքում։ Նա արձագանքում է ծրագրով։ Իսկ նրա ծրագրերը միշտ կործանարար են»։ Անահիտը վերադարձավ իր սենյակ, մտքերի մեջ ընկած։ Նա գիտեր, որ պետք է գործել արագ, բայց ծայրահեղ զգուշությամբ։ Սաթենիկն արդեն բավականաչափ կասկածելի էր։ Ցանկացած սխալ քայլ կարող էր կործանել ողջ հետաքննությունը։ Նա պառկեց մահճակալին, մտածեց այն ամենի մասին, ինչ պարզել էր։ Վարդանի համակարգված մեկուսացումը։ Տատիկ Մարիամի չեզոքացումը։ Խորհրդավոր թեյերը։ Եվ այն հեռախոսազրույցը, որտեղ Սաթենիկը սառը կերպով ընդունում էր, որ մանիպուլյացիա է անում ամեն ինչ։ Բայց ինչ-որ բան դեռ չէր համապատասխանում։ Ինչո՞վ։ Ինչու էր Սաթենիկն այդ ամենն անում։ Միայն փողի համար։ Իշխանության համար։ Թե կար ավելի խորը, ավելի տագնապեցնող մի բան, որը մղում էր նրան այդ մանրակրկիտ դաժանությանը։ Անահիտը համոզված էր, որ պատասխանը պահված է ինչ-որ տեղ։ Եվ նա վճռական էր տրամադրված գտնելու այն։ Նույնիսկ եթե դա նշանակեր մտնել ավելի ու ավելի վտանգավոր տարածքներ։ Նույնիսկ եթե դա նշանակեր կանգնել մի կնոջ ճանապարհին, ով, ինչպես տատիկ Մարիամն էր զգուշացրել, շատ ավելի վտանգավոր էր, քան որը մեկը կարող էր պատկերացնել։ Նա փակեց աչքերը, խորը շնչեց։ Վաղը կշարունակեր հետաքննությունը։ Վաղը կփնտրեր այդ վերջնական ապացույցները։ Որովհետև հիմա նա դա չէր անում միայն Վարդանի քրոջ կամ հեռավոր ընտանիքի համար։ Նա դա անում էր տիկին Հասմիկի համար, Անուշի համար, տատիկ Մարիամի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում էին այդ սարդոստայնում։ Եվ գլխավորապես, նա դա անում էր Վարդանի համար։ Մի մարդու, ով օրեցօր դանդաղորեն կործանվել էր մեկի կողմից, ով պետք է սիրեր իրեն։ Մի մարդու, ով հուսահատորեն կարիք ուներ արթնանալու իրականությանը, նախքան շատ ուշ կլիներ։ Անահիտը քուն մտավ նորացված վճռականությամբ։ Նա գիտեր, որ հաջորդ օրերը կբերեն ավելի մեծ ռիսկեր։ Գիտեր, որ մտնում է վտանգավոր խաղի մեջ մի անողոք հակառակորդի դեմ։ Բայց ինչ-որ բան փոխվել էր իր ներսում այն պահից, երբ նա ոտք էր դրել այդ առանձնատուն։ Նա այլևս պարզապես աշխատանք կատարող հետախույզ չէր։ Նա դարձել էր ականատես մի շատ ավելի մեծ, շատ ավելի տագնապեցնող բանի։ Եվ յուրաքանչյուր պատմություն, որ լսում էր, յուրաքանչյուր արդյունք, որ տեսնում էր, նվաստացման յուրաքանչյուր պահ, որին ականատես էր լինում, սնում էր մի վճռականություն, որը գերազանցում էր մասնագիտական պարտքը։ Նա մտածեց բոլոր այն մարդկանց մասին, ում ճանաչել էր կյանքի ընթացքում։ Մարդիկ, ովքեր տարիներով ապրել էին կործանարար հարաբերությունների մեջ, կաշկանդված վախով, ամոթով կամ հուզական կախվածությամբ։ Մարդիկ, ովքեր կամաց-կամաց կորցրել էին իրենց օրեցօր, մինչ դարձել էին սեփական անձի ստվերները։ Եվ նա մտածեց իր մասին։
Այն պահերի մասին, երբ ինքն էլ իրեն փոքր էր զգացել, անտեսանելի, անարժան։ Այն սպիների մասին, որոնք կրում էր սովորական արտաքինի տակ թաքնված։ Այն պահերի մասին, երբ վախը գրեթե լիովին կաթվածահար էր արել իրեն։ Բայց նա չէր նահանջի։ Չէր կարող։ Որովհետև հիմա, երբ տեսել էր ճշմարտությունը, այլս չէր կարող ծածնել, թե չգիտի։ Եվ քանի դեռ կար հնարավորություն ազատելու այդ մարդկանց, նա կշարունակեր պայքարել։ Կշարունակեր հետաքննել։ Կշարունակեր հավաքել ապացույցների յուրաքանչյուր բեկորը, մինչ ունենար բավարար քանակություն, ստերի այդ կայսրությունը տապալելու համար։ Նույնիսկ եթե դա նշանակեր առերեսվել սեփական վախերին։ Նույնիսկ եթե դա նշանակեր բացահայտել սեփական գաղտնիքները։ Որովհետև Անահիտը սրտի խորքում գիտեր, որ այս ճակատամարտը միայն Վարդանի կամ նրա ընտանիքի մասին չէր։ Դա Սաթենիկի նման մարդկանց բոլոր լուռ զոհերի մասին էր։ Դա բոլոր այն դեպքերի մասին էր, երբ վախը հաղթել էր քաջությանը։ Դա կեղծ ժպիտների շքեղ առանձնատների հետում թաքնված բոլոր ճշմարտությունների մասին էր։ Դա յուրաքանչյուր մարդու մասին էր, ով երբես ստիպված է եղել ընտրել ստի ապահովության ճշմարտության ռիսկի միջ։ Եվ Անահիտը, բարկած այդ նեղ մահճակալին մի առանձնատան հետնամասում, որտեղ վախը իշխում էր որպես անտեսանելի ուրվական, կատարեց իր ընտրությունը։ Նա ընտրեց ճշմարտությունը։ Ընտրեց պայքարը։ Ընտրեց հավատալ, որ նույնիսկ Սաթենիկի պես հզոր դաժան հակառակորդի դեմ դեռ հույս կա։ Եվ Անահիտը պատրաստ էր լույս աշխարհ բերել այդ ճշմարտությունները։ Ինչ էլ որ դա արժենար։ Հնարավորությունը ստեղծվեց երեքշաբթի առավոտյան։ Սաթենիկը գնաց բարեգործական ճաշի Նորք Մարաշում, ըստ տիկին Հասմիկի, սովորաբար այդպիսի միջոցառումների ժամանակ առնվազն 4 ժամ էր մնում։ Վարդանը հանդիպման էր քաղաքի կենտրոնում։ Առանձնատունը լուռ էր, միայն աշխատակիցներն էին զուսպ շարժվում սենյակներով։ Անահիտը գիտեր, որ սա հենց այն պահն է։ Նա բարձրացավ աստիճաններով, փորձելով վերահսկել նյարդային վիճակը, որն ստիպում էր սրտին արագ բաբախել։ Փափուկ գորգի վրայի յուրաքանչյուր քայլը ասես արձագանքում էր նրա ականջներում։ Նա հասավ զույգի ննջասենյակի դռան մոտ, շուրջը նայեց, նախքան ոսկեգույն բռնակը պտտելը։ Սենյակը հսկայական էր շքեղ։ Կենտրոնում տիրում էր մի հսկա մահճակալ, պատված բեժ մետաքսե սավաններով։ Կար մի զգեստապահարան, որն ավելի մեծ էր, քան Անահիտի սենյակը, հագուստներով, որոնք դասավորված էին ըստ գույների եղանակների։ Պատուհանները նայում էին դիմացի այգիներին, առավոտյան լույսը մեղմորեն ներս էր թափանցում բուշե վարագույրների միջով։ Անահիտը սկսեց Սաթենիկի գրասեղանից։ Զգուշությամբ բացեց դարակները, զննելով փաստաթղթերը, այցեքարտերը, վերջին օրագրերը։ Ամեն ինչ լիովին նորմալ էր թվում։ Հասարակական նամակագրություն, միջոցառումների հրավերներ, հանդիպումների մասին նշումներ։ Ոչինչ, որ կբացահայտեր տան տիրուհու իրական բնույթը։ Հետո նա անցավ զգեստապահարանին։ Փնտրեց թանկարժեք հագուստների մեջ, ստուգեց բարձր դարակները, զննեց ներմուծված կոշիկների տուփերը։ Նա արդեն սկսում էր հույսը կորցնել, երբ նկատեց մի տարօրինակ բան։ Զգեստապահարանի խորքում, երեկոյան զգեստների շարքի հետում, կար մի փոքրիկ, զուսպ դուռ, գրեթե անտեսանելի փայտապատ պատի վրա։ Անահիտը մի կողմ քաշեց զգեստները, զննեց դուռը։ Այն փական չուներ, միայն մի պարզ սողնակ։ Նա խորը շնչեց, դանդաղ բացեց, ակնկալելով գտնել չհրկիզվող պահարան կամ կարևոր փաստաթղթեր։ Այն, ինչ նա տեսավ, սառեցրեց նրան։ Դա մի փոքրիկ տարածք էր, գրեթե գաղտնի պահարան։ Եվ դրա ներսում, հիվանդագին խնամքով դասավորված, կոշիկի տուփեր էին դարսված։ Բայց Անահիտը բնազդաբար գիտեր, որ դրանց մեջ կոշիկներ չկան։ Նա դողացող ձեռքերով վերցրեց առաջին տուփը, բացեց։ Լուսանկարներ։ Տասնյակ լուսանկարներ։ Բայց դրանք սովորական ընտանեկան կամ ճամփորդական նկարներ չէին։ Դրանք մարդկանց պատկերներ էին լիակատար խոցելիության պահերին։ Լացող տղամարդիկ։ Հուսահատ արտահայտությամբ կանայք։ Հուզական ցավից ջախջախված դեմքեր։ Եվ յուրաքանչյուր լուսանկարում դաժան ճշգրտությամբ որսված էր հենց այն պահը, երբ այդ մարդը կոտրվում էր։ Անահիտը թերթեց պատկերները աճող սարսափով։ Նա ճանաչեց որոշ դեմքեր գործարար ամսագրերից, հասարակական միջոցառումներից։ Հաջողակ գործարարներ, հանրային դեմքեր, մարդիկ, ովքեր թվում էր, թե կատարյալ կյանք ունեն։ Բայց այստեղ նրանք արձանագրված էին իրենց վատթարագույն պահերին։ Նվաստացած։
պարտված, կործանված, և յուրաքանչյուր լուսանկարի հետում գեղեցիկ ձեռագրով նշումներ կային, ամսաթվեր, անուններ և փոքրիկ մեկնաբանություններ, որոնք ստիպում էին Անահիտի սիրտը խառնել։ Մարկոս 2018 սեպտեմբեր 6 ամիս տեց։ Երեխայի պես լաց եղավ, երբ պարզեց, որ ընկերությունը սնանկացել է։ Հիասքանչ է։ Պատրիսիա 2019 թ. մարտ 4 ամիս կորցրեց երեխաների խնամակալությունը։ Նրա դեմքի արտահայտությունը մինչ այժմ իմ ամենամեծ ձեռքբերումն է։ Անահիտը բռնվեց դարակի եզրից, որպեսզի չերերա։ Նա կանգնած էր կործանման մի արխիվի առջ։ Ավերված կյանքերի մանրակրկիտ արձանագրության առջ։ Եվ ձեռագիրը Սաթենիկինն էր։ Յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր սադիստական մեկնաբանությունը, ուրիշի տառապանքի յուրաքանչյուր տոնակատարությունը։ Ամեն ինչ գրված էր նույն նրբագեղությամբ, որով նա գրում էր խնջույքների հրավերները։ Նա վերցրեց մեկ այլ տուփ։ Էլի լուսանկարներ։ Էլի զոհեր։ Եվ հետո նա գտավ մի ավելի տագնապեցնող բան։ Կաշվե կազմով մի տետր, կազմի վրա ոսկեգույնով փորագրված ՍՄ սկզբնատառերով։ Նա դողացող ձեռքերով բացեց այն։ Դա օրագիր էր։ Բայց ոչ սովորական օրագիր։ Դա մանիպուլյացիայի ձեռնարկ էր։ Մանրամասն ուղեցույց այն մասին, թե ինչպես է Սաթենիկն ընտրում, ուսումնասիրում, կործանում իր զոհերին։ Առաջին էջը 8 տարի վաղեմության ամսաթիվ ուներ։ Անահիտը սկսեց կարդալ զգաց, թե ինչպես է սրտխառնոցը բարձրանում կոկորդը։ Յուրաքանչյուր ոք ունի թույլ կողմ, գրել է Սաթենիկը կատարյալ ձեռագրով։ Գաղտնիքը դա գտնելու մեջ է։ Ոմանց համար դա փողն է։ Ուրիշների համար ինքնասիրությունը։ Շատերի համար լքված լինելու կամ մերժված լինելու վախը։ Գաղտնիքը դիտարկելու, ուսումնասիրելու, հասկանալու մեջ է, թե ինչն է այդ մարդուն պահում գործունակ վիճակում։ Եվ հետո, դանդաղորեն, կործանել հենց դա։ Անահիտը շարունակեց կարդալ էջ առ էջ։ Սաթենիկը նկարագրում էր իր զոհերին սառը կլինիկական ճշգրտությամբ։ Թե ինչպես էր բացահայտել խոցելիությունները, ստեղծել կախվածության իրավիճակներ, կասկածներ սերմանել յուրաքանչյուր մարդուն մեկուսացրել իր աջակցության համակարգերից։ Դա մի մեթոդական գործընթաց էր, հաշվարկված լիովին զուրկ կարեկցանքից։ Նա գտավ մի ամբողջ բաժին նվիրված Վարդանին։ Անահիտի սիրտը սկսեց արագ բաբախել, մինչ կարդում էր։ Վարդան Մենդեսյան։ Հաջողակ գործարար, բայց հուզականորեն խոցելիք հորիզոն նախագծի ձախողումից հետո։ Կորցրել է շատ փող, վստահություն։ Խոցելի է։ Կատարյալ է։ Հաջորդ էջերը փաստաթղթավորում էին ամիս առ ամիս, թե ինչպես էր Սաթենիկը նվաճել Վարդանին։ Ոչ թե սիրուց դրդված, այլ ռազմավարությամբ։ Յուրաքանչյուր հանդիպում ծրագրված էր։ Յուրաքանչյուր խոսք հաշվարկված։ Քնքշանքի յուրաքանչյուր ժեստ շախմատային տախտակի վրա մի քայլ էր։ Առաջին փուլն ավարտված է, վստահությունը հաստատված է։ Նա հավատում է, որ ես միակ մարդն եմ, ով իրոք հասկանում է իրեն։ Հաջորդ քայլը՝ մեկուսացում։ Անահիտը կարդում էր աճող սարսափով, թե ինչպես էր Սաթենիկը նկարագրում իր մեթոդները։ Ինչպես էր կասկածի սերմեր ցանում Վարդանի ընտանիքի նկատմամբ։ Ինչպես էր ստեղծում իրավիճակներ, որտեղ նրա ընկերները թվում էին եսասեր կամ շահադիտական։ Ինչպես էր հիվանդություններ հուզական ճգնաժամեր հորինում հենց այն պահերին, երբ Վարդանը սոցիալական հանդիպումներ էր ծրագրում։ Եվ դա հիանալի աշխատեց, գրել էր Սաթենիկը։ 2 տարում Վարդանը խզեց կապերը բոլորի հետ։ Ընտանիքը կարծում է, թե նա լքել է իրենց։ Ընկերները հավատում են, թե նա փոխվել է։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես պարզապես հեռացրել եմ բոլոր մյուս ազդեցությունները։ Հիմա նա ունի միայն ինձ։ Կախված է միայն ինձնից։ Եվ դա ինձ բացարձակ իշխանություն է տալիս։ Անահիտը ստիպված էր մի պահ դադարեցնել ընթերցումը։ Նա խորը շնչեց, փորձելով վերահսկել կրծքում այրվող բարկությունը։ Դա սեր չէր։ Նույնիսկ մոլուցք չէր։ Դա մաքուր սադիզմ էր։ Սաթենիկը չէր սիրում Վարդանին։ Նա նրան ընտրել էր որպես թիրախ, որպես փորձարկում,
որպես հերթական զոհ իր մակաբր հավաքածուի մեջ։ Նա շարունակեց թերթել օրագիրը, գտավ մի բան, որն ստիպեց նրան լիովին քարանալ։ Մի բաժին, նշված կարմիր թղթիկով։ Էջի վերնագիրն էր։ Հատուկ դեպքեր։ Եվ այնտեղ տագնապեցնող մանրամասնությամբ նկարագրված էր մի ողբերգություն, որը տեղի էր ունեցել Վարդանի ընտանիքում 3 տարի առաջ։ Տիգրան Մենդեսյան։ Վարդանի զարմիկը։ Հեռանկարային գործարար։ Ամուսնացած էր Գոհարի հետ։ Ամեն ինչ ուներ։ Մինչ ինձ հանդիպելը։ Անահիտը աղոտ հիշեց, որ լսել էր Վարդանի քրոջից մի զարմիկի մասին, ով տարիներ առաջ ծանր պահեր էր ապրել։ Բայց նա երբեք չէր իմացել մանրամասները։ Եվ հիմա, կարդալով Սաթենիկի խոսքերը, նա հասկանում էր, թե ինչու։ Տիգրանը մինչ այժմ իմ ամենահավակնոտ նախագիծն էր, գրում էր Սաթենիկը։ Գրեթե մի ամբողջ տարի տեց։ Բայց ես հասա իմ ուզածին։ Կործանեցի նրա ամուսնությունը, նրա ընկերությունը, նրա հեղինակությունը։ Եվ ամենալավն այն էր, որ ոչ ոք երբեք չիմացավ, որ դա ես էի։ Բոլորը հավատացին, թե նա պարզապես հոգեկան ճնշմանը չդիմացավ, որ չկարողացավ հաղթահարել լարվածությունը։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը։ Սաթենիկը ոչ միայն կործանել էր Վարդանին։ Նա արդեն նախկինում կործանել էր նույն ընտանիքի մեկ այլ անդամի։ Եվ ոչ ոք չէր նկատել։ Ոչ ոք չէր կապել այդ ամենը։ Մինչ այս պահը։ Նա շարունակեց կարդալ, պարզելով, թե ինչպես էր Սաթենիկը տարիներ առաջ մոտեցել Տիգրանին, օգտագործելով այլ ինքնություն, ստեղծելով իրավիճակներ, որոնք նրան դրդել էին աղետալի որոշումներ կայացնել բիզնեսում։ Ինչպես էր կեղծ ապացույցներ սերմանել, որոնք քանդել էին նրա ամուսնությունը։ Ինչպես էր կազմակերպել նրա հասարակական անկումը։ Եվ երբ ավարտել էր Տիգրանի հետ, պարզապես անհետացել էր նրա կյանքից տարիներ անց հայտնվել որպես Վարդանի փրկիչ։ Ոչ ոք կապ չէր տեսել։ Ընտանիքները երբեք շատ չէին շփվում միմյանց հետ, Սաթենիկը տարբեր ժամանակներում տարբեր անուններ էր օգտագործել։ Անահիտը փակեց օրագիրը դողացող ձեռքերով։ Նա ձեռքում պահում էր վերջնական ապացույցը, որ Սաթենիկը պարզապես դաժան կին չէր։ Նա համակարգված գիշատիչ էր։ Մեկը, ով ընտրում էր զոհերին, ուսումնասիրում էր նրանց խոցելիությունները, մեթոդաբար կործանում նրանց։ Եվ նա դա անում էր ոչ թե կարիքից կամ ֆինանսական շահից դրդված։ Նա դա անում էր հաճույքի համար։ Իշխանության համար։ Կյանքեր կոտրելու սադիստական բավարարվածության համար։ Նա պետք է լուսանկարեր այդ ամենը։ Վերցրեց հեռախոսը, սկսեց նկարել օրագրի յուրաքանչյուր կարոր էջը, յուրաքանչյուր տագնապեցնող լուսանկարը։ Բայց նա այնքան կլանված էր, որ չլսեց միջանցքում մոտեցող քայլերը։ Ննջասենյակի դուռը բացվեց։ Անահիտը քարացավ։ Նա դանդաղ շրջվեց, տեսավ Սաթենիկին, կանգնած մուտքի մոտ, գնումների տոպրակը ձեռքին, սառը ժպիտը շուրթերին։ Նրանց միջ տիրող լռությունը խիտ էր, լի վտանգով։ Ինչ-որ կոնկրետ բան էիր փնտրում, Անահիտ։ Սաթենիկի ձայնը հանգիստ էր, գրեթե քաղաքավարի։ Բայց աչքերն ունեին այն գիշատիչ փայլը, որն Անահիտն արդեն սովորել էր ճանաչել։ Նա փորձեց մի արդարացում մտածել, բայց գիտեր, որ դա անօգուտ է։ Նա օրագիրը ձեռքում էր պահում։ Լուսանկարները շուրջ բոլորը սփռված էին։ Հնարավոր չէր հերքել։ Հնարավոր չէր ձացնել։ Սաթենիկը սենյակ մտավ դանդաղ կշռադատված քայլերով։ Նա տոպրակը դրեց մահճակալին, հայացքը չկտրելով Անահիտից։ Հետո խաչեց ձեռքերը, թեքեց գլուխը, ասես հետաքրքիր մի միջատ էր ուսումնասիրում։ Գիտես, ես սկսում էի կասկածել քեզ, ասաց Սաթենիկը։ Շատ ուշադիր ես։ Շատ զգոն։ Շատ խիզախ էիր այն օրը տիկին Հասմիկին պաշտպանելիս։ Դա սովորական հավաքարարին բնորոշ վարքագիծ չէ։ Անահիտն ամուր սեղմեց օրագիրը։ Նա գիտեր, որ վտանգված է։ Գիտեր, որ Սաթենիկը չի վարանի կործանել իրեն, ինչպես կործանել էր շատ ուրիշների։ Բայց նրա մի մասը, այն մասը, որը որոշել էր պայքարել, ինչ էլ որ դա արժենար, հրաժարվեց վախ ցույց տալ։ Ո՞վ է քեզ այստեղ ուղարկել։ Սաթենիկի հարցը կտրեց լռությունը։ Վարդանի ընտանիքը։ Նրանք երբեք չեն հանձնվում, այնպես չէ։ Միշտ փորձում են ինձ հեռացնել ճանապարհից։ Ասես սուրբ են։ Ասես իրոք մտահոգված են նրանով։
Անահիտը չպատասխանեց։ Նա պարզապես հետում էր, հաշվարկելով իր հնարավորությունները։ Դուռը փակված էր Սաթենիկի կողմից։ Պատուհանները նայում էին երկրորդ հարկից։ Հեշտ ելք չկար։ Սաթենիկս մեկ քայլ արեց առաջ։ Հիմա երիք ես շատ խիզախ ես զգում։ Կարծում ես, թե բացահայտեցիր իմ մեծ գաղտնիքը։ Կարծում ես, թե կփրկես խեղճ Վարդանին։ Բայց թույլ տուր քեզ մի բան ասեմ, որը դու դեռ չես հասկացել։ Նա կանգնեց Անահիտից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Նույնիսկ առանց ձայնը բարձրացնելու նրա ներկայությունը ահաբեկող էր։ Վարդանը չի ուզում փրկվել։ Նա հենց այնտեղ է, որտեղ ուզում է լինել։ Իմ կողքին։ Ինձնից կախված։ Որովհետև ես նրան տվել եմ մի բան, որը ոչ ոք չի կարողացել տալ։ Լիակատար ընդունում։ Անվերապահ սեր։ Կամ գոնե նա հենց դրան է հավատում։ Անահիտը վերջապես գտավ իր ձայնը, թե այն դողում էր։ Դուք նրան չեք սիրում։ Դա սեր չէ։ Դա վերահսկողություն է։ Դա մանիպուլյացիա է։ Դա հոգատարության տակ քողարկված դաժանություն է։ Սաթենիկը ժպտաց, բայց դա անհոգի ժպիտ էր։ Իսկ դու ով ես, որ դատես։ Իմ տուն ներխուժած մի լրտես։ Մեկը, ով ամեն օր ստում է այն մասին, թե ով է իրականում։ Գոնե ես ազնիվ եմ իմ մտադրությունների մեջ։ Վարդանի հետ։ Ոչ։ Բայց ինքս ինձ հետ։ Միշտ։ Նա արագ շարժումով Անահիտի ձեռքից խլեց օրագիրը։ Երի մտածում ես հիմա գնալ Վարդանի մոտ։ Ցույց տալ օրագիրը։ Բացահայտել ամեն ինչ։ Բայց թույլ տուր քեզ մի հարց տալ։ Դու իրոք կարծում ես, որ նա քեզ կհավատա։ Մի աշխատակցուհու, ում ճանաչում է 2 շաբաթ։ Իմ դեմ, այն կնոջ դեմ, ով նրա կողքին է արդեն 4 տարի։ Անահիտը սարսուռ զգաց, որովհետև գիտեր, որ Սաթենիկը ճիշտ է։ Վարդանն այնքան էր վերամշակված, այնքան մանիպուլյացիայի ենթարկված, որ հավանաբար կմերժեր ցանկացած ապացույց, որը կհակասեր Սաթենիկի մասին իր ունեցած պատկերացմանը։ Գիտես ինչ եմ անելու։ Սաթենիկն օրագիրը հետ դրեց թաքստոցում։ Քեզ չեմ վռնդելու։ Չեմ գոռալու։ Տեսարան չեմ սարքելու։ Թույլ կտամ, որ մնաս։ Որովհետև քեզ կործանելը շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե դա արվի դանդաղ։ Եվ ես արդեն հստակ գիտեմ, թե ինչպես։ Նա ավելի մոտեցավ, լիովին ներխուժելով Անահիտի անձնական տարածքը։ Ես քո մասին որոշ բաներ պարզեցի, մինչ բացակայում էիր։ Մի քանի զանգեր կատարեցի։ Խոսեցի ճիշտ մարդկանց հետ։ Եվ գիտես ինչ գտա։ Անահիտի սիրտը սկսեց արագ բաբախել։ Դու այն չես, ում ծանում ես, շարունակեց Սաթենիկը այդ դաժան ժպիտով։ Եվ դու ունես սեփական գաղտնիքներդ։ Գաղտնիքներ, որոնց համար ամեն ինչ կանեիր, որպեսի թաքուն մնան։ Այնպես որ, ահա թե ինչ է լինելու։ Դու շարունակելու ես աշխատել այս տանը։ Շարունակելու ես ծածնել։ Եվ եթե փորձես որևէ բան բացահայտել իմ մասին Վարդանին կամ որևէ մեկին, ես կբացահայտեմ ամեն ինչ քո մասին։ Յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր սուտ, յուրաքանչյուր ամոթ, որ դու կրում ես։ Անահիտը փորձեց ցույց չտալ այն խուճապը, որն աճում էր իր ներսում։ Ինչպես կարող էր Սաթենիկը պարզած լինել։ Ինչ գիտեր նա կոնկրետ։ Սաթենիկը հետ քաշվեց քայլեց դեպի դուռը։ Բարի գալուստ խաղի մեջ, Անահիտ։ Թե պետք է քեզ քո իսկական անունով կոչեմ։ Նա հարցը թողեց օդում կախված դուրս եկավ սենյակից, Անահիտին թողնելով մենակ այն գիտակցության ծանրության հետ, որ նա լիովին թերագնահատել էր իր հակառակորդին։ Պատերազմը սկսվել էր։ Եվ Սաթենիկը հենց նոր ցույց էր տվել, որ գիտի խաղալ շատ ավելի լավ, քան Անահիտը պատկերացնում էր։ Հաջորդ օրերը ամենալարվածն էին, որ Անահիտը երբե ապրել էր։ Սաթենիկը ոչ մի բացահայտ բան չարեց։ Նրան հրապարակավ չդիմակայեց։ Չբացահայտեց իր գտածոները։ Բայց սպառնալիքը կախված էր օդում ծանր ամպի պես, ներկա լինելով յուրաքանչյուր հայացքում, առանձնատան միջանցքներում յուրաքանչյուր պատահական հանդիպման ժամանակ։ Անահիտը շարունակում էր աշխատել, փորձելով պահպանել բնականոն վիճակի պատրանքը։ Բայց նա զգում էր Սաթենիկի հայացքն իր վրա անդադար։ Դիտող, ուսումնասիրող, ծրագրող,
Եվ հետո սկսվեցին նուրբ սադրանքները։ Հինգշաբթի առավոտյան, մինչ Անահիտը կարգի էր բերում հյուրասենյակը, Սաթենիկը ներս մտավ գեղեցկության ամսագիրը ձեռքին։ Նա նստեց բազմոցին կանխամտածված նրբագեղությամբ սկսեց թերթել էջերը, բարձրաձայն մեկնաբանելով, ասես ինքն իր հետ էր խոսում։ «Տես, թե ինչ նոր մազերի խնամքի միջոցներ կան», ասաց նա։ «Զարմանալի է, թե որքան է զարգացել էսթետիկ բժշկությունը։ Այսօր յուրաքանչյուր ոք կարող է կատարյալ մազեր ունենալ։ Նույնիսկ նրանք, ովքեր խնդիրներով են ծնվել։ Նույնիսկ նրանք, ովքեր վնասվածքներ են ստացել»։ Ձայնը պատահական տոն ուներ, բայց Անահիտը զգաց բառերի մեջ թաքնված միտումնավոր հարվածը։ Նա դադարեցրեց բարձերը դասավորելը, նայեց Սաթենիկին։ Տիրուհին քնքշորեն ժպտաց շարունակեց. «Մի անգամ մի կնոջ էի ճանաչում, ով հազվագյուտ հիվանդություն ուներ։ Դեռ երեխա ժամանակ կորցրել էր բոլոր մազերը։ Այնպիսի կատարյալ կեղծամներ էր կրում, որ ոչ ոք երբեք չէր կասկածում։ Բայց պատկերացրու, թե ինչ ծանր է ամեն օր այդ գաղտնիքը կրելը։ Բացահայտվելու մշտական վախը»։ Անահիտը զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Սաթենիկը գիտեր։ Ինչ-որ կերպ նա պարզել էր իր ամենախորը գաղտնիքը, այն սպին, որը նա կրում էր 8 տարեկանից, երբ սարսափելի պատահարը նրան թողել էր առանց մազերի, որոնք այլս երբեք չէին աճել։ Այն ամոթը, որը նրան հետապնդում էր ստվերի պես։ Այն նվաստացումը, որ նա կրել էր դպրոցում, երբ դաժան դասընկերները բոլորի ներկայությամբ պոկել էին նրա գլխաշորը, նրա ցավը վերածել ներկայացման։ Այն վնասվածքը, որը ձավորել էր իր ինքնությունը, որն իրեն սովորեցրել էր թաքնվել, պաշտպանական շերտեր կառուցել, երբեք ոչ մեկին լիովին չվստահել։ Նա հիշեց ծանր տարիները։ Լոգարանում լաց եղած գիշերները։ Հայելին, որին խուսափում էր նայել։ Անծանոթների անդադար հարցերը։ Բարի մտադրություններով, բայց ցավոտ առաջարկները հրաշք բուժումների մասին։ Եվ վերջապես 13 տարեկանում, երբ ստացավ իր առաջին որակյալ կեղծամը, կյանքում առաջին անգամ զգաց, որ թերս կարող է ձուլվել ամբոխին։ Որ թերս կարող է լինել պարզապես հերթական սովորական մարդը։ Բայց վախը նրան երբեք լիովին չէր լքել։ Բացահայտվելու վախը։ Վախը, որ ինչ-որ մեկը կքաշի իր մազերը, կբացահայտի ճշմարտությունը։ Մտերմությունից, մոտիկությունից վախը, ցանկացած իրավիճակից, որտեղ իր գաղտնիքը կարող էր բացահայտվել։ Այդ վախը ձավորել էր նրա կյանքի ընտրությունները, նրա հարաբերությունները, նրա կարիերան։ Եվ հիմա Սաթենիկը գտել էր հենց այդ վերքը, պատրաստ էր այն բացել ամբողջ աշխարհի առջ։ Սաթենիկը փակեց ամսագիրը, նայեց ուղիղ Անահիտին։ Պետք է որ սարսափելի լինի ապրել վախով, որ ինչ-որ մեկը կպարզի, թե ով ես դու իրականում։ Կամ ավելի շուտ, այն, ինչ իրականում թաքցնում ես։ Նա վեր կացավ, դուրս եկավ սենյակից, Անահիտին թողնելով դողացող ոտքերով, արագ բաբախող սրտով։ Այդ օրվանից սադրանքներն ուժեղացան։ Սաթենիկը սկսեց մեկնաբանություններ անել մազերի մասին ընթրիքի ժամանակ, միշտ այն պահին, երբ Անահիտը մոտակայքում սպասարկում էր։ Նա խոսում էր արտաքինի կարողության մասին, թե ինչպես են մարդիկ դատում ֆիզիկական մանրուքներով։ Հիշատակում էր հրապարակային բացահայտումների դեպքեր, անհարմար պահերին բացահայտված գաղտնիքների մասին։ Յուրաքանչյուր բառը հաշվարկված հարված էր։ Անահիտը գիտեր, որ Սաթենիկը խաղում է իր հետ, ինչպես կատուն է խաղում մկան հետ, նախքան նրան խժռելը։ Եվ ամենավատն այն էր, որ նա չէր կարող արձագանքել։ Չէր կարող գոռալ։ Չէր կարող մեղադրել։ Որովհետև դա անելը կնշանակեր խոստովանել, որ սադրանքներն աշխատում են։ Դա կնշանակեր Սաթենիկին հանձնել բացարձակ իշխանությունը։ Մի գիշեր, երբ նա դասավորում էր Սաթենիկի զգեստապահարանը որպես իր պարտականությունների մաս, Անահիտը մի նոր տուփ գտավ։ Մյուսներից տարբեր։ Բացելով այն, տեսավ, որ այն լցված էր իր սեփական լուսանկարներով։ Պատկերներ, գաղտնի նկարված առանձնատանը իր աշխատանքի ընթացքում։ Եվ լուսանկարների մեջ կար մի տպագրված էջ։ Մի հին բժշկական փաստաթուղթ։ Իր փաստաթուղթը, որտեղ մանրամասնված էր իր մազերի վիճակը։ Մանրամասնված էր այն պատահարը, որը փոխել էր իր կյանքը։ Անահիտի ձեռքերը դողացին այդ թուղթը բռնելիս։ Սաթենիկը ոչ միայն գիտեր։ Նա ապացույցներ ուներ։ Նա փաստաթղթեր ուներ։ Եվ նա ամեն ինչ անում էր ցույց տալու համար, որ կարող է կործանել իրեն ցանկացած պահի։
Հաջորդ առավոտյան Սաթենիկը կանչեց Անահիտին աշխատասենյակ առանձնազրույցի համար։ Վարդանը գնացել էր հանդիպման, տունը լուռ էր։ Անահիտը մտավ սենյակ, զգալով, ասես քայլում է դեպի թակարդը։ Սաթենիկը նստած էր մագոգոնի փայտից սեղանի հետում, ձեռքերը միացրած այն սառը ժպիտով, որից Անահիտն արդեն սովորել էր վախենալ։ «Նստիր», ասաց նա, մատնացույց անելով դիմացի աթոռը։ Անահիտը հնազանդվեց, պահելով ուղիղ կեցվածքը, չնայած զգացած վախին։ «Եկ խոսենք որպես երկու խելացի կանայք», սկսեց Սաթենիկը։ «Դու գիտես, թե ինչ ունեմ ես քո դեմ։ Ես գիտեմ, թե ինչ ես դու պարզել իմ մասին։ Մենք հետաքրքիր փակ ուղու մեջ ենք։ Բայց ահա հիմնական տարբերությունը մեր միջ։ Ես կորցնելու ոչինչ չունեմ։ Իմ կյանքը, իմ ամուսնությունը, իմ սոցիալական դիրքը, ամեն ինչ ապահով է։ Բայց դու…» Անահիտը զգաց այդ անվան ծանրությունը Սաթենիկի բերանում։ «Դու ամեն ինչ ունես կորցնելու»։ Նա թեքվեց առաջ, հայացքը հառած նրան։ «Եթե դու փորձես բացահայտել իմ օրագիրը, ես պարզապես կհերքեմ։ Վարդանը երբեք քեզ չի հավատա։ Կկարծի, թե դա հորինվածք է։ Իր ընտանիքի կողմից կազմակերպված մանիպուլյացիա, մեզ բաժանելու համար։ Եվ այդ ժամանակ ես կբացահայտեմ, թե ով ես դու իրականում։ Բոլորին կպատմեմ քո ստերի մասին։ Այն մասին, թե ինչպես ես ներխուժել իմ տուն կեղծ ինքնությամբ։ Եվ որպես վերջնական հարված, բոլորի ներկայությամբ կբացահայտեմ քո ամենանվիրական գաղտնիքը»։ Անահիտը սեղմեց բռունցքները, պայքարելով ցույց չտալու համար այն սարսափը, որ զգում էր։ «Պատկերացրու տեսարանը», շարունակեց Սաթենիկը ակնհայտ հաճույքով։ «Մի խնջույք։ Կարևոր մարդիկ։ Լուսանկարիչներ։ Եվ հանկարծ, բոլորի ներկայությամբ, քո գաղտնիքը բացահայտվում է։ Այն, ինչ դու թաքցրել ես ամբողջ կյանքում։ Այն, ինչ քեզ ստիպում է քեզ ավելի թույլ զգալ։ Այն, ինչի պատճառով դու դպրոցում ծաղրի ես ենթարկվել։ Ամեն ինչ բացահայտված է։ Ամեն ինչ վերածված է ներկայացման»։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ «Ես կապեր ունեմ, Անահիտ։ Կարող եմ քո կյանքը վերածել դժոխքի։ Կարող եմ երաշխավորել, որ ամեն անգամ, երբ աշխատանք փնտրես, մարդիկ իմանան, թե ով ես դու։ Կարող եմ քո գոյությունը վերածել մշտական հանրային ամոթի։ Կամ…» Նա շրջվեց ժպտալով։ «Դու կարող ես պարզապես հեռանալ։ Հրաժարվել այս ծիծաղելի հետաքննությունից։ Վարդանին ինձ հանգիստ թողնել։ Եվ քո գաղտնիքը կմեռնի ինձ հետ»։ Անահիտը վերջապես գտավ իր ձայնը, թե այն դողդոջուն էր։ «Իսկ մյուս զոհերը… Այն մարդիկ, ում դու կործանել ես… Տիգրանը… Բոլոր նրանք, ովքեր գրանցված են քո օրագրում»։ Սաթենիկն ուսերը թոթվեց։ «Իրենց կատարած ընտրություններն են։ Իրենց ունեցած թուլությունները։ Ես պարզապես բացահայտեցի դրանք։ Պարզապես ցույց տվեցի, թե ովքեր են նրանք իրականում, երբ ճնշումն ավելանում էր։ Ես պատասխանատու չեմ ուրիշների խոցելիության համար»։ Անահիտը սրտխառնոց զգաց։ Նա կանգնած էր մեկի առջ, ով լիովին զուրկ էր կարեկցանքից։ Մեկի, ով մարդկանց տեսնում էր որպես առարկաներ։ Որպես մարտահրավերներ։ Որպես միանգամյա օգտագործման խաղալիքներ։ «Դու 24 ժամ ունես որոշելու համար», ասաց Սաթենիկը, վերադառնալով սեղանի հետը։ «Կամ հեռանում ես լուռ, կամ ես սկսում եմ կառուցել քո հանրային կործանումը։ Եվ հավատա ինձ, Անահիտ, դա կլինի մանրակրկիտ։ Դա կլինի ջախջախիչ։ Դա կլինի մի բան, որը դու երբեք չես մոռանա»։ Անահիտը դուրս եկավ աշխատասենյակից թուլացած ոտքերով։ Նա փակվեց իր սենյակում առաջին անգամ այն պահից, երբ ոտք էր դրել այդ տուն, թույլ տվեց իրեն լաց լինել։ Ոչ միայն վախից, այլ այն հիասթափությունից, որ ինքն այնքան մոտ էր ճշմարտությանը, այնուամենայնիվ, այնքան անզոր։ Նա մտածեց Սաթենիկի բոլոր զոհերի մասին։ Տիգրանի մասին, ով հավանաբար երբեք չիմացավ, թե ինչու իր կյանքը փլուզվեց։ Վարդանի մասին, ով ապրում էր ստի մեջ, կարծելով, թե իրեն սիրում են։ Տատիկ Մարիամի մասին, ում չափից շատ դեղեր էին տալիս, որպեսզի նա չկարողանա վկայել։ Բոլոր աշխատակիցների մասին, ովքեր ամեն օր դողում էին վախից։ Եվ նա մտածեց իր մասին։ 8 տարեկան աղջնակի մասին, ով արթնացավ հիվանդանոցում պատահարից հետո պարզեց, որ այլևս երբեք մազեր չի ունենա։
Դպրոցական ընկերների դաժան ծիծաղի մասին։ Հայելու արջ թափված արցունքների մասին։ Այն օրվա մասին, երբ 13 տարեկանում ստացավ իր առաջին կեղծամը զգաց, որ թերս կարող է նորից նորմալ լինել։ Բայց նա հիշեց այն օրը, երբ որոշեց, որ թույլ չի տա, որ դա սահմանի իրեն։ Որ թույլ չի տա ամոթին հաղթել։ Որ կգտնի ապրելու ուղիներ, չնայած բացահայտվելու մշտական վախին։ Եվ հիմա, 20 տարի անց, նա նորից նույն տեղում էր։ Առերեսվելով տեսանելի լինելու վախին։ Դատվելու վախին։ Հրապարակավ նվաստացվելու վախին։ Անահիտը սրբեց արցունքները, խորը շնչեց։ Նա ընտրություն պետք է կատարեր։ Եվ նա գիտեր, որ ինչ էլ որ որոշեր, ոչինչ այլս առաջվանը չէր լինի։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Պառկած էր մահճակալին, նայելով առաստաղին, կշռադատելով իր հնարավորությունները։ Նա կարող էր հանձնվել։ Հեռանալ։ Պաշտպանել իր գաղտնիքը, փորձել մոռանալ այն ամենը, ինչ պարզել էր։ Դա կլիներ ամենաապահով ընտրությունը։ Այն ընտրությունը, որը կպաշտպաներ իր սեփական հանգիստը։ Բայց հետո նա մտածում էր Վարդանի մասին։ Այն մասին, թե ինչպես էր նա կորանում, երբ Սաթենիկը մոտակայքում էր։ Նրա աչքերի մարած փայլի մասին։ Այն կյանքի մասին, որը նրանից գողացվել էր կամաց-կամաց, օրեցօր, առանց նրա նկատելու։ Եվ նա մտածում էր բոլոր այն մարդկանց մասին, ում Սաթենիկը կկործաներ ապագայում։ Որովհետև նրա նման կանայք չեն կանգնում։ Խղճի խայտ չեն զգում։ Նրանք պարզապես շարունակում են որսալ, կործանել, զոհեր հավաքել որպես հաղթանակի նշաններ։ Առավոտը բացվեց առանց Անահիտի որոշում կայացնելու։ Նա հոգնած վեր կացավ, սկսեց իր սովորական առօրյան։ Բայց ամբողջ օրվա ընթացքում նա զգում էր վերջնագրի ծանրությունը իր ուսերին։ Սաթենիկը հեռվից հետում էր նրան։ Ոչինչ չէր ասում։ Պարզապես ժպտում էր։ Այն ժպիտով, որն ասում էր, թե նա արդեն գիտի։ Թե որը կլինի Անահիտի ընտրությունը։ Որ նա արդեն հաղթել է։ Որ վախը միշտ հաղթում է։ Հենց ընթրիքի ժամանակ էր, որ ինչ-որ բան փոխվեց։ Անահիտը սեղանն էր սպասարկում, երբ լսեց, թե ինչպես է Վարդանը հիշատակում մի հին ընկերոջ։ Արմենին։ Նույն մարդուն, ով պատկերված էր այն հին լուսանկարում։ Վարդանը թախծոտ ձայնով ասում էր, որ կարոտում է հին ժամանակները։ Որ երբեմն մտածում է Արմենին զանգելու մասին։ Սաթենիկն անմիջապես միջամտեց իր քաղցր ու թունավոր ձայնով։ Բայց սիրելիս, դու գիտես, որ Արմենը քեզ հուսախաբ արեց։ Հիշում ես, երբ նա չեկավ քո ծննդյան տոնին։ Երբ քո մասին վատ խոսեց մյուս գործարարների մոտ։ Որոշ ընկերություններ արժանի չեն պահպանվելու։ Անահիտը տեսավ Վարդանի դեմքի փոփոխությունը։ Սերմանված կասկածը։ Աղավաղված հիշողությունը։ Եվ նա հասկացավ, որ իրական ժամանակում ականատես է լինում մանիպուլյացիայի։ Սաթենիկը նույնիսկ աչքը չէր թարթում, մինչ վերագրում էր իրականությունը ամուսնու մտքում։ Հենց այդ պահին Անահիտը կայացրեց իր որոշումը։ Նա չէր հեռանալու։ Չէր հանձնվելու։ Որովհետև եթե նա հիմա նահանջեր, Սաթենիկը կշարունակեր կյանքեր կործանել։ Կշարունակեր մեկուսացնել, մանիպուլյացիայի ենթարկել, կոտրել մարդկանց։ Եվ Անահիտը կդառնար հանցակից իր անգործությամբ։ Նա գիտեր, թե դա ինչ է նշանակում։ Դա նշանակում էր, որ Սաթենիկը կիրականացներ իր սպառնալիքները։ Դա նշանակում էր, որ իր գաղտնիքը կբացահայտվեր։ Դա նշանակում էր առերեսվել հենց այն բանին, ինչից նա ամենաշատն էր վախենում մանկուց։ Բայց դա նշանակում էր հնարավորություն տալ Վարդանին։ Ձայն տալ բոլոր լուռ զոհերին։ Կանխել, որ ավելի շատ մարդիկ տառապեն այդ գիշատչի ձեռքում։ Այդ գիշեր Անահիտը փնտրեց տիկին Հասմիկին։ Ամեն ինչ պատմեց։ Ցույց տվեց օրագրի լուսանկարները, որոնք արել էր նախքան բռնվելը։ Բացատրեց, թե ով է իրականում Սաթենիկը։ Եվ օգնություն խնդրեց։ Տիկին Հասմիկը, արցունքներն աչքերին, համաձայնեց։ 15 տարվա նվաստացումները նրա մեջ ստեղծել էին մի լուռ բարկություն, որը վերջապես ելք էր գտնում։ Նա ճանաչում էր այլ հին աշխատակիցների։ Մարդկանց, ովքեր աշխատել էին Սաթենիկի համար նախկինում։ Մարդկանց, ովքեր պատմելու բաներ ունեին։ Մարդկանց, ովքեր ազատվել էին աշխատանքից առանց բացատրության։
Մարդկանց, ովքեր դեռ կրում էին նրա հրամանատարության տակ աշխատելու հուզական սպիները։ Միասին նրանք սկսեցին վկայություններ հավաքել։ Սկսեցին միացնել այն կետերը, որոնք Սաթենիկը տարիներ շարունակ սփռել էր, փորձելով ջնջել հետքերը, տարբեր ինքնություններ ստեղծելով իր գիշատչային կյանքի յուրաքանչյուր փուլի համար։ Նրանք սկսեցին կառուցել մի գործ, որը հնարավոր չէր լինի հերքել։ Մի օրինաչափություն այնքան հստակ, այնքան մանրակրկիտ, որ անհնար կլիներ դա որակել որպես պատահականություն կամ սխալ մեկնաբանություն։ Անահիտը գիտեր, որ Սաթենիկը շուտով կպարզի։ Գիտեր, որ պատասխան հարվածը դաժան կլինի։ Բայց նա որոշել էր, որ որոշ մարտեր պետք է մղվեն։ Նույնիսկ երբ անձնական գինը կործանարար էր։ Նույնիսկ երբ դա նշանակում էր բացահայտել հենց այն, ինչից նա ամենաշատն էր վախենում աշխարհում։ Որովհետև երբեմն, մտածեց Անահիտը, մինչ գիշերն աշխատում էր ապացույցներ հավաքելով, քաջությունը վախի բացակայությունը չէ։ Դա գործելու որոշումն է, չնայած վախին։ Դա ուրիշներին պաշտպանելու ընտրությունն է, նույնիսկ երբ դա նշանակում է սեփական անձը բացահայտել։ Եվ Անահիտը կատարել էր իր ընտրությունը։ Նա այլս չէր նահանջելու։ Կապ չունի, թե ինչ կաներ Սաթենիկը։ Կապ չունի, թե որքան հրապարակային կամ նվաստացուցիչ կլիներ բացահայտումը։ Պատերազմը հայտարարված էր։ Եվ այս անգամ Անահիտը պայքարելու էր մինչ վերջ։ Խնջույքի մասին լուրը եկավ 3 օր անց։ Սաթենիկը նախաճաշի ժամանակ հայտարարեց, որ առանձնատանը մեծ միջոցառում է կազմակերպելու։ Մի տոնակատարություն, ի պատիվ Վարդանի հետ ամուսնության 4 տարիների։ Նա կհրավիրեր գործարարների, լրագրողների, Երանի հասարակության ազդեցիկ դեմքերին։ Դա կլիներ հիշարժան երեկո, ասաց նա այն ժամանակվա ժպիտով, որն Անահիտն արդեն սովորել էր վերծանել։ Հիշարժան, լիովին սխալ պատճառներով։ Անահիտը գիտեր, որ այդ խնջույքը տոնակատարություն չէր։ Դա թակարդ էր։ Սաթենիկը որոշել էր, որ նուրբ խաղերի ժամանակն ավարտվել է։ Եվ նա ընտրել էր կատարյալ բեմահարթակը այն հանրային կործանման համար, որը խոստացել էր։ Նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին անմիջապես։ Ձավորողները ամեն օր ներխուժում էին առանձնատուն, յուրաքանչյուր սենյակը վերածելով չափազանցված շքեղության տեսարանի։ Ծաղիկները բերվում էին Երանի շրջակայքից, բարդ հորինվածքներ, որոնք ավելի թանկ արժեին, քան ցանկացած աշխատակցի ամսական աշխատավարձը։ Վարձվել էր հայտնի քեյթերինգային ընկերություն, որը հայտնի էր հայտնիների հարսանիքների միլիարդատերերի միջոցառումների սպասարկմամբ։ Ամեն ինչ պետք է լիներ անթերի։ Ամեն ինչ պետք է տպավորեր։ Ամեն ինչ պետք է ցույց տար Սաթենիկի բացարձակ ուժն ու վերահսկողությունը այդ աշխարհի վրա։ Հյուրերի ցուցակը խնամքով ընտրված էր։ Դրանք պարզապես ընկերներ կամ ծանոթներ չէին։ Դրանք վկաներ էին։ Ազդեցիկ մարդիկ, ովքեր այդ երեկոյի ցանկացած իրադարձություն կտարածեին ողջ հասարակության մեջ։ Հասարակական սյունակների լրագրողներ։ Կարոր ամսագրերի լուսանկարիչներ։ Գործարարներ, ովքեր գործեր ունեին Վարդանի հետ։ Յուրաքանչյուր հրավերը Սաթենիկի տախտակի վրա մի քար էր։ Որովհետև խնջույքը միայն ամուսնության մասին չէր։ Դա իշխանության մասին էր։ Բացարձակ վերահսկողություն ցույց տալու մասին էր։ Իր խոստացած կործանման համար կատարյալ բեմ ստեղծելու մասին էր։ Մինչ առանձնատունը վերածվում էր շքեղ բեմի, Անահիտն ու տիկին Հասմիկը գործում էին ստվերներում։ Նրանց հաջողվեց կապ հաստատել Սաթենիկի 3 նախկին աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուրն ուներ նմանատիպ պատմություններ։ Մշտական նվաստացումներ։ Հանկարծակի ազատումներ աշխատանքից առանց բացատրության։ Եվ այն մշտական զգացողությունը, որ այդ տանը ինչ-որ բան խորապես սխալ էր։ Վկայություններից մեկը հատկապես բացահայտող էր։ Մի նախկին տնտեսուհի, Լուսինե անունով, ով աշխատել էր Սաթենիկի համար նախքան նրա Վարդանի հետ ամուսնանալը։ Լուսինեն պատմեց, թե ինչպես էր Սաթենիկը սովորաբար անհնարին իրավիճակներ ստեղծում միայն աշխատակիցներին պատժելու պատրվակ ունենալու համար։ Ինչպես էր կորած իրեր հորինում աղախիններին մեղադրում գողության մեջ։ Ինչպես էր սիրում տեսնել մարդկանց, ովքեր աղերսում էին իրենց աշխատանքի համար, լաց էին լինում, նվաստանում։ Եվ նա միշտ ուներ այդ տետրը, պատմեց Լուսինեն դողացող ձայնով։ Բաներ էր նշում մեր բոլորի մասին։ Մեր վախերը, մեր թուլությունները, մեր գաղտնիքները։ Մի անգամ լսեցի, թե ինչպես էր հեռախոսով ասում, որ յուրաքանչյուր մարդ մի գլուխկոտրուկ է։ Եվ նա սիրում էր պարզել, թե հատկապես որտեղ պետք է սեղմել, որպեսզի ամեն ինչ փլուզվի։
Անահիտը ձայնագրեց յուրաքանչյուր վկայությունը։ Դասավորեց օրագրի լուսանկարները, որոնք հաջողացրել էր անել։ Հավաքեց փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս տարիների ընթացքում մանիպուլյացիայի օրինաչափությունը։ Եվ նա հասկացավ, որ ունի բավարար նյութ, առնվազն լուրջ կասկածներ սերմանելու համար այն մասին, թե ով է իրականում Սաթենիկը։ Բայց Սաթենիկը ձեռքերը ծալած չնստեց։ Խնջույքից 2 օր առաջ Անուշը ազատվեց աշխատանքից։ Առանց նախազգուշացման։ Առանց հստակ հիմնավորման։ Պարզապես։ Նրան կանչեցին աշխատասենյակ, տեղեկացրին, որ նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն։ Խոհարարը արցունքներն աչքերին դուրս եկավ առանձնատնից, ձեռքին իր անձնական իրերով լի մի տուփ։ Անահիտը հասկացավ ուղերձը։ Սաթենիկը վերացնում էր վկաներին։ Յուրաքանչյուր մարդ, ով կարող էր հաստատել նրա վարքագիծը տան ներսում, համակարգված կերպով հեռացվում էր։ Հենց այդ գիշեր Անահիտը փնտրեց տատիկ Մարիամին։ Նա պետք է երաշխավորեր, որ տարեց կինը պաշտպանված լինի։ Նա գտավ տիկնոջը ավելի շփոթված վիճակում, քան երբևէ։ Սաթենիկն էլ ավելի էր մեծացրել դեղերի չափաբաժինը, պատճառաբանելով նոր բժշկական ցուցումը։ Տատիկ Մարիամը հազիվ էր կարողանում ամբողջական նախադասություններ կազմել։ Նրա աչքերը մշուշոտ էին, խոսքը ձգձգված։ Անահիտը զգաց, թե ինչպես է բարկությունն այրում իր կուրծքը։ Նա սեղմեց տիկնոջ ձեռքը, խոստացավ, որ շուտով ամեն ինչ կփոխվի։ Որ Սաթենիկն այլևս չի կարողանա շարունակել դա անել։ Տատիկ Մարիամը փորձեց ժպտալ, բայց դա ընդամենը այն պարզամիտ կնոջ ստվերն էր, ում Անահիտը ճանաչել էր շաբաթներ առաջ։ Խնջույքի նախորդ օրը, մինչ վերահսկում էր ձավորումը, Սաթենիկը կանչեց Անահիտին զրույցի։ Նրանք քայլեցին դեպի այգի, հեռու ձավորողների մատակարարների ականջներից։ Վաղը հատուկ օր է լինելու, սկսեց Սաթենիկը մեղմ ձայնով։ Կարոր մարդիկ են լինելու այստեղ։ Լուսանկարիչներ, լրագրողներ։ Ամեն ինչ կարձանագրվի։ Ամեն ինչ կհիշվի։ Նա կանգ առավ մարմարե շատրվանի մոտ, նայեց Անահիտին։ Դու դեռ ժամանակ ունես ճիշտ ընտրություն կատարելու։ Կարող ես հեռանալ հիմա։ Կարող ես անհետանալ այս տնից, այս քաղաքից։ Եվ ես կմոռանամ ամեն ինչ, ինչ պարզել եմ քո մասին։ Անահիտը պահպանեց չեզոք արտահայտությունը։ Իսկ եթե մնամ։ Սաթենիկը ժպտաց։ Եթե մնաս, վաղը երեկոյան, բոլոր հյուրերի ներկայությամբ, ես կբացահայտեմ, որ դու խաբեբա ես։ Կպատմեմ, որ ներխուժել ես իմ տուն կեղծ ինքնությամբ։ Եվ հետո, որպես վերջնական ակորդ, բոլորին ցույց կտամ, թե ով ես դու իրականում։ Այն, ինչ դու իրականում թաքցնում ես։ Նա մոտեցավ Անահիտին, մինչ նրանք դեմ առ դեմ կանգնեցին։ Եվ հավատա ինձ, Անահիտ։ Ես դրանից անմոռանալի ներկայացում կսարքեմ։ Ես կերաշխավորեմ, որ դու քեզ զգաս հենց այնպես, ինչպես զգացել ես 8 տարեկանում, երբ այդ դաժան երեխաները պոկեցին քո գլխաշորը ողջ դպրոցի ներկայությամբ։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը խառնում։ Սաթենիկը հետազոտել էր ամեն ինչ։ Գիտեր նրա վնասվածքի յուրաքանչյուր մանրամասնությունը։ Եվ պատրաստ էր այն վերստեղծել, ուժեղացնել, վերածել հանրային զվարճանքի։ Վերջին հնարավորություն, ասաց Սաթենիկը հետ քաշվելով։ Հեռացիր կամ կրիր հետանքները։ Անահիտը խորը շնչեց, պատասխանեց հաստատուն ձայնով։ Ես կմնամ։ Սաթենիկը բարձրացրեց հոնքերը, անկեղծ զարմանքը մի պահ կտրեց նրա դեմքը։ Հետո նա ժպտաց։ Թող այդպես լինի։ Վաղը դու կհասկանաս քո թույլ տված սխալը։ Այդ գիշեր Անահիտը հազիվ քնեց։ Նա գիտեր, որ հաջորդ օրը կլինի իր կյանքի ամենադժվար օրը։ Գիտեր, որ Սաթենիկը կկատարի իր սպառնալիքի յուրաքանչյուր բառը։ Գիտեր, որ ինքը կնվաստացվի, կբացահայտվի, կկործանվի տասնյակ մարդկանց ներկայությամբ։ Բայց նա գիտեր, որ ապացույցներ ունի։ Ուներ վկայություններ։ Ուներ օրագրի լուսանկարները։ Եվ իր կողքին ուներ տիկին Հասմիկին, պատրաստ վկայելու այն ամենը, ինչ տեսել էր 15 տարիների ընթացքում։ Հարցը, որը նրան արթուն էր պահում, ոչ թե այն էր, թե արդյոք պետք է դիմակայել Սաթենիկին, այլ այն էր, թե ինչպես դա անել այնպես, որ Վարդանը վերջապես հավատա։ Ինչպես մեկ գիշերվա ընթացքում քանդել տարիների հոգեբանական մշակումը։ Ինչպես ստիպել այդքան մանիպուլյացիայի ենթարկված մարդուն տեսնել ճշմարտությունը, որը միշտ եղել է իր առջ։
Նա վեր կացավ լուսաբացից առաջ մոտեցավ պատուհանին։ Առանձնատունը լուռ էր, բայց նա գիտեր, որ մի քանի ժամից այն կվերածվի մարտի դաշտի։ Մի բեմահարթակի, որտեղ երկու կանայք կբախվեն։ Մեկը պայքարելով պահպանել իր ստերի կայսրությունը։ Մյուսը պայքարելով ազատել այդ կայսրության բոլոր բանտարկյալներին։ Անահիտը դիպավ մազերին, զգալով կեղծամի ծանոթ հյուսվածքը։ 20 տարի նա ապրել էր մշտական վախով, որ ինչ-որ մեկը կբացահայտի։ 20 տարի նա թաքնվել էր պաշտպանական շերտերի հետում, կառուցելով մի ամբողջ կյանք այդ գաղտնիքի շուրջ։ Նա ընտրել էր մասնագիտություններ, որոնք չէին պահանջում չափազանց ֆիզիկական մոտիկություն։ Խուսափել էր մտերիմ հարաբերություններից, որոնք կարող էին բացահայտել իրեն։ Նա միշտ ապրել էր զգուշավորությամբ, միշտ հաշվարկելով ռիսկերը, միշտ վախենալով, որ ինչ-որ մեկը կքաշի իր մազերը, կբացահայտի այն ճշմարտությունը, որն իրեն սահմանել էր մանկուց։ Բայց այսօր, մի քանի ժամից, նա պետք է աներ հակառակը։ Նա պետք է կամավոր բացահայտվեր։ Նա պետք է իր ամենամեծ ամոթը վերածեր քաջության գործողության։ Նա պետք է բացահայտեր այն, ինչ միշտ թաքցրել էր, ինչ-որ կերպ օգտագործեր դա ոչ թե որպես թուլություն, այլ որպես ուժ։ Նա մտածեց Սաթենիկի բոլոր զոհերի մասին։ Տիգրանի մասին, ում կյանքը կործանվել էր տարիներ առաջ։ Վարդանի մասին, ով ապրում էր որպես հուզական բանտարկյալ։ Տատիկ Մարիամի մասին, ում դիտավորյալ շփոթեցնում էին դեղերով։ Յուրաքանչյուր աշխատակցի մասին, ով վախից դողալով աշխատել էր այդ տանը։ Եվ նա մտածեց իր մասին։ Այն աղջնակի մասին, ով ծաղրի էր ենթարկվել։ Այն դեռահասի մասին, ով թաքուն լաց էր եղել։ Այն կնոջ մասին, ով պաշտպանական շերտեր էր կառուցել, որպեսզի այլս երբեք իրեն խոցելի չզգա։ Բայց խոցելիությունը, հասկացավ Անահիտը, մինչ արը սկսում էր ծագել, թուլություն չէր։ Դա քաջություն էր։ Դա պատրաստակամությունն էր ամբողջական եռալու, իր բոլոր թերություններով, բոլոր սպիներով, բոլոր անկատարություններով։ Եվ երբեմն դա միակ միջոցն էր հաղթելու մեկին, ով գաղտնիքները որպես զենք էր օգտագործում։ Խնջույքի օրը բացվեց պարզ արոտ։ Առանձնատունը եռում էր գործունեությունից։ Աշխատակիցները վազում էին մի կողմից մյուսը։ Քեյթերինգը տեղադրում էր շքեղ սեղանները։ Երաժիշտները լարում էին գործիքները։ Ամեն ինչ պատրաստվում էր կատարյալ եռալու համար։ Սաթենիկը շրջում էր տանը թանկարժեք զգեստով զարդերով, վերահսկելով յուրաքանչյուր մանրուքը։ Երբ միջանցքում հանդիպեց Անահիտին, նա քնքշորեն ժպտաց ցածր ձայնով ասաց. «Պատրաստ ես քո դեբյուտին»։ Անահիտը չպատասխանեց։ Նա պարզապես շարունակեց աշխատել, օգնելով նախապատրաստական աշխատանքներին, սպասելով ճիշտ պահին։ Վարդանը օրն անցկացրեց գրասենյակում, անտեղյակ ամեն ինչից։ Նա հոգնած էր թվում, հեռու, ինչպես միշտ։ Սաթենիկը երաշխավորեց, որ նա շատ չշփվի նախապատրաստական աշխատանքների հետ։ Ասաց, որ ուզում է նրան զարմացնել։ Եվ նա, կուրորեն վստահելով նրան, ընդունեց դա առանց հարցերի։ Կեսօրից հետո առաջին հյուրերը սկսեցին ժամանել։ Գործարարներ, իտալական ձեռագործ կոստյումներով։ Բարձրաշխարհիկ տիկնայք, բրենթային զգեստներով, որոնք ամիսներ առաջ էին պատվիրվել։ Լրագրողներ, զուսպ, բայց հզոր տեսախցիկներով, պատրաստ որսալու յուրաքանչյուր ուշագրավ պահ։ Բոլորը շրջում էին հարյուրավոր լույսերով լուսավորված այգիներում, խմելով ֆրանսիական շամպայն բյուրեղապակյա գավաթներից հիանալով ձավորմամբ, որն առանձնատունը վերածել էր հեքիաթային տեսարանի։ Կամ մղձավանջի, կախված տեսանկյունից։ Մակերեսային խոսակցությունները լցնում էին օդը։ Քաղաքավարի ծիծաղ։ Գովասանքներ տանտիրուհուն։ Մեկնաբանություններ ձավորման գեղեցկության մասին։ Այնտեղ ոչ ոք չէր պատկերացնում, որ պատրաստվում են ականատես լինել մի բանի, որը շատ ավելին էր, քան ամուսնության տարեդարձի պարզ տոնակատարությունը։ Ոչ ոք չէր կասկածում, որ այդ երեկոն կդառնա անմոռանալի լիովին սխալ պատճառներով։ Անահիտը հեռվից հետում էր, հագած աշխատակցի իր պարզ համազգեստը, որը լիովին հակադրվում էր շրջապատող շքեղությանը։ Նա գիտեր, որ շուտով իրեն կկանչեն։ Գիտեր, որ Սաթենիկը պարզապես սպասում է կատարյալ պահին։ Այն պահին, երբ բոլորը հավաքված կլինեն, երբ լսարանը կլինի առավելագույնը, երբ նվաստացման ազդեցությունը կարող է ուժեղացվել մինչ վերջ։ Այն պահին, երբ կլինեն բավարար լուսանկարիչներ, երաշխավորելու համար, որ ամեն ինչ կփաստաթղթավորվի, կտարածվի։ Որովհետև Սաթենիկը ոչինչ կիսատ չէր անում։
Երբ նա ինչ-որ մեկին կործանում էր, դա վերածում էր ներկայացման։ Եվ այս երեկոն կլիներ նրա գլուխգործոցը։ Տիկին Հասմիկը խոհանոցի մոտ գտավ Անահիտին, սեղմեց նրա ձեռքը։ «Ես քո կողքին եմ», շշնջաց տնտեսուհին։ «Կապ չունի, թե ինչ կլինի։ Ես կվկայեմ։ Ես կպատմեմ ճշմարտությունը»։ Անահիտը շնորհակալություն հայտնեց արցունքոտ աչքերով։ Իր կողքին մեկին ունենալը, այդքան ժամանակ մենակ պայքարելուց հետո, նշանակում էր ավելին, քան նա կարող էր արտահայտել։ Խնջույքն իր գագաթնակետին հասավ երեկոյան ժամը 9-ի մոտ։ Առանձնատունը լեփ-լեցուն էր։ Երաժշտությունը մեղմ հնչում էր։ Աշխույժ խոսակցությունները լցնում էին օդը։ Վարդանն ու Սաթենիկը շրջում էին հյուրերի մեջ, ստանալով շնորհավորանքներ դիրք ընդունելով լուսանկարների համար։ Եվ հետո Սաթենիկը զուսպ նշան արեց մատուցողներից մեկին։ Ժամանակն էր։ Անահիտին կանչեցին գլխավոր սրահ։ Նա զգաց, թե ինչպես են ոտքերը դողում, մինչ քայլում էր շքեղ հագնված հյուրերի միջով։ Բոլորը նրան հետաքրքրությամբ էին նայում։ Մի հասարակ աշխատակցուհի, ում կանչել էին նրբագեղ խնջույքի կեսին։ Ինչ-որ բան էր պատրաստվում տեղի ունենալ։ Սաթենիկը կանգնած էր սրահի կենտրոնում, Վարդանի կողքին, բարձրախոսը ձեռքին։ Նա ժպտաց, երբ Անահիտը մոտեցավ։ Հաղթական ժպիտ։ Մի ժպիտ, որն ասում էր, թե խաղն ավարտված է։ «Տիկնայք, պարոնայք», սկսեց Սաթենիկը հստակ ձայնով։ «Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր բանի վրա։ Այս կինը», նա մատնացույց արեց Անահիտին, «շաբաթներ առաջ ներխուժել է իմ տուն։ Ստել է իր ինքնության մասին։ Հորինել է երաշխավորագրեր։ Եվ նա դա արել է ամուսնուս ընտանիքի հրահանգով, ովքեր երբեք չեն ընդունել մեր ամուսնությունը»։ Շշուկներ տարածվեցին հյուրերի մեջ։ Վարդանը շփոթված նայեց Անահիտին։ Լուսանկարիչները սկսեցին արձանագրել տեսարանը։ «Բայց դա դեռ ամենը չէ», շարունակեց Սաթենիկը, վայելելով յուրաքանչյուր բառը։ «Այս կինը շատ ավելի մեծ ստի մեջ է ապրում։ Մի բան, որը թաքցնում է բոլորից։ Մի բան, որը սահմանում է, թե ով է նա իրականում»։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը սկսում արագ բաբախել։ Նա գիտեր, որ Սաթենիկի հաջորդ քայլը կործանարար կլինի։ Գիտեր, որ վայրկյաններ են մնացել իր ամենախորը գաղտնիքը հարյուրավոր հետաքրքրասեր աչքերի առջ բացահայտվելուն։ Բայց հետո, նախքան Սաթենիկը կհասցներ շարունակել, Անահիտը մի բան արեց, որը զարմացրեց բոլորին։ Նա մի քայլ արեց առաջ։ Վերցրեց բարձրախոսը Սաթենիկի ձեռքից։ Եվ նայեց լուռ ամբոխին այնպիսի աչքերով, որոնք, չնայած տեսանելի վախին, փայլում էին վճռականությամբ։ Որովհետև Անահիտը հասկացել էր մի հիմնարար բան։ Եթե ինքը պետք է բացահայտվեր ցանկացած դեպքում, ապա դա կլիներ իր սեփական պայմաններով։ Ոչ թե որպես զոհ, այլ որպես վերապրող։ Ոչ թե ամոթի հետում թաքնված, այլ կանգնած, ամբողջական, պատրաստ պատմելու իր ճշմարտությունը։ Եվ այդ պահին, բոլոր այդ անծանոթների առջ, Անահիտը կայացրեց իր կյանքի ամենախիզախ որոշումը։ Նա որոշեց դադարել թաքնվել։ Ճիշտ է, սկսեց Անահիտը հաստատուն ձայնով, բռնելով բարձրախոսը։ Ես ներխուժել եմ այս տուն։ Ստել եմ իմ ինքնության մասին։ Ես վարձվել եմ Վարդանի ընտանիքի կողմից, որովհետև նրանք հուսահատված էին։ Որովհետև այն տղամարդը, ում նրանք սիրում էին, հուզականորեն անհետացել էր, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու։ Սրահում տիրող լռությունը բացարձակ էր։ Բոլոր հայացքները հառված էին նրան։ Սաթենիկը փորձեց հետ վերցնել բարձրախոսը, բայց Անահիտը հետ քաշվեց։ Եվ այո, շարունակեց Անահիտը, ես մի բան եմ թաքցնում։ Մի բան, որը կրում եմ մանկուց։ Մի բան, որն ինձ խորապես ամաչեցնում է։ Նա խորը շնչեց, նախքան կփոխեր միտքը, ձեռքերը տարավ դեպի մազերը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, թվում էր, դանդաղեցված կադրով է ընթանում։ Անահիտը հեռացրեց կեղծամը հաստատուն շարժումով։ Թույլ տվեց, որ այն ընկնի հատակին։ Եվ կանգնեց այնտեղ, հարյուրավոր մարդկանց առջ, լիովին ճաղատ գլխով, բացահայտելով այն խոցելիությունը, որը թաքցրել էր իր ողջ հասուն կյանքի ընթացքում։ Զարմանքի ձայներ տարածվեցին ամբոխի մեջ։ Տեսախցիկները չխկչխկացին։ Բայց Անահիտը գլուխը բարձր պահեց։ Ես պատահարի եմ ենթարկվել 8 տարեկանում։ Կորցրել եմ մազերս, դրանք այլս երբեք չեն աճել։
Մանկությունս անցկացրել եմ նվաստացումների մեջ, դեռահասությունս թաքնվելով, և հասուն կյանքս վախով, որ ինչ-որ մեկը կպարզի։ Նրա ձայնը դողաց, բայց չկոտրվեց։ Սաթենիկը պարզեց իմ գաղտնիքը և սպառնաց բացահայտել այն հենց այս ձով։ Ինձ կործանելու համար։ Ստիպելու համար, որ ես հրաժարվեմ բացահայտելուց, թե ով է նա իրականում։ Նա նայեց ուղիղ Սաթենիկին, ում դեմքը գունատվել էր զարմանքից բարկությունից։ Բայց ես որոշեցի, որ այլս չեմ ապրելու վախով։ Այլս թույլ չեմ տա, որ ամոթն ինձ վերահսկի։ Եվ թույլ չեմ տա, որ այս կինը շարունակի կյանքեր կործանել։ Նա շրջվեց դեպի Վարդանը, ով քարացած էր, շփոթված նայելով Անահիտին Սաթենիկին։ Վարդան, դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Քո կինն այն չէ, ինչ դու կարծում ես։ Եվ ես ապացույցներ ունեմ։ Նա նշան արեց։ Տիկին Հասմիկը հայտնվեց ամբոխի միջից, ձեռքին պլանշետը։ Անահիտը սարքը միացրեց պրոյեկտորին, որը պատրաստված էր խնջույքի նկարները ցուցադրելու համար։ Բայց տոնակատարության պատկերների փոխարեն սկսեցին հայտնվել Սաթենիկի օրագրի էջերը։ Առաջին պատկերը ցույց էր տալիս Սաթենիկի նրբագեղ ձեռագիրը, որտեղ նա Վարդանին որպես թիրախ էր նկարագրում։ Յուրաքանչյուր ոգ ունի թույլ կողմ։ Վարդանը հուզականորեն խոցելի է հորիզոն նախագծի ձախողումից հետո։ Կատարյալ է։ Վարդանը կարդաց պատին պրոյեկտված բառերը։ Նրա դեմքն աստիճանաբար գունատվեց։ Ավելի շատ պատկերներ հայտնվեցին։ Էջեր, որոնք փաստաթղթավորում էին համակարգված մանիպուլյացիան։ Թե ինչպես էր Սաթենիկը կանխամտածված մեկուսացրել Վարդանին։ Ինչպես էր թունավորել նրա հարաբերությունները ընտանիքի հետ։ Ինչպես էր ստեղծել հաշվարկված հուզական կախվածություն։ Սա իրական չէ, ասաց Սաթենիկը, վերջապես գտնելով իր ձայնը։ Սրանք կեղծիքներ են։ Այս կինը հորինում է այս ամենը, որովհետև վարձվել է մեր ամուսնությունը կործանելու համար։ Բայց Անահիտը պատրաստ էր։ Տիկին Հասմիկը սկսեց խոսել, նրա ձայնը դողդոջուն էր, բայց վճռական։ Ես 15 տարի աշխատում եմ այս տանը։ Ես տեսել եմ ամեն ինչ։ Դաժանությունը, նվաստացումները, առանց պատճառի ազատված աշխատակիցներին։ Այն ձը, որով նա վախը վերածում է իշխանության։ Նա նայեց Սաթենիկին տասնամյակների կուտակված բարկությամբ։ Դուք ինձ ստիպել եք ամեն օր լաց լինել։ Ստիպել եք հավատալ, որ ես անկարող եմ, անարժան, միանգամյա օգտագործման։ Բայց ես տեսել եմ, թե ով եք դուք իրականում։ Այլ ձայներ միացան։ Լուսինեն, նախկին տնտեսուհին, հյուրերի մեջ էր։ Նա միտումնավոր էր հրավիրվել Անահիտի կողմից։ Նա վեր կացավ, սկսեց պատմել իր պատմությունը։ Թե ինչպես է Սաթենիկը տարիներ առաջ հոգեբանորեն խոշտանգել իրեն։ Ինչպես է ստեղծել անհնարին իրավիճակներ միայն պատժելու պատրվակ ունենալու համար։ Եվ հետո հայտնվեց մեկը, ով ստիպեց ողջ սրահին լիակատար լռության մատնվել։ Տիգրանը։ Վարդանի զարմիկը։ Այն տղամարդը, ում Սաթենիկը կործանել էր տարիներ առաջ։ Անահիտը գտել էր Տիգրանին օրագրի գրառումների միջոցով։ Կապ էր հաստատել նրա հետ։ Ամեն ինչ պատմել էր։ Եվ նա, տարիներ շարունակ փորձելով հասկանալ, թե ինչու էր իր կյանքը փլուզվել, վերջապես պատասխաններ ուներ։ Եվ նա պատրաստ էր վկայել։ Ես Սաթենիկին ճանաչել եմ 6 տարի առաջ, սկսեց Տիգրանը խեղդված ձայնով։ Նա այլ անուն էր օգտագործում։ Այլ ազգանուն։ Հայտնվեց իմ կյանքում, երբ ես խոցելի էի։ Նվաճեց իմ վստահությունը։ Եվ հետո համակարգված կերպով կործանեց իմ ամուսնությունը, իմ ընկերությունը, իմ հեղինակությունը։ Ես երբեք չէի հասկանում, թե ինչու ամեն ինչ այդքան արագ սխալ գնաց։ Մինչ այսօր։ Մինչ նրա օրագրի այս էջերը տեսնելը։ Մինչ հասկանալը, որ յուրաքանչյուր աղետ, յուրաքանչյուր վատ պատահականություն, յուրաքանչյուր սխալ որոշում, որ ես կայացրել եմ, խնամքով ծրագրված էր։ Վարդանը նայեց Սաթենիկին այնպիսի աչքերով, որոնք վերջապես տեսնում էին ճշմարտությունը։ Եվ 4 երկար տարիների ընթացքում առաջին անգամ նա իրոք տեսավ նրան։ Առանց խնամքով կառուցված մանիպուլյացիայի ֆիլտրերի։ Առանց այն հուզական մշակման, որը նա սերմանել էր օրեցօր։ Առանց կախվածության այն մշուշի, որը կուրացրել էր նրան։ Նա պարզապես տեսավ նրան այնպիսին, ինչպիսին կար։
Գիշատիչ։ Ստախոս։ Մեկը, ով իր սերը վերածել էր թակարդի, իսկ վստահությունը բանտի։ Սաթենիկ, ասաց նա կոտրված ձայնով։ Ասա, որ սա ճիշտ չէ։ Խնդրում եմ։ Սաթենիկը բացեց բերանը պատասխանելու համար, բայց բառերը չեկան։ Որովհետև արդարացում չկար։ Չկար բացատրություն, որը կարող էր ջնջել պատին պրոյեկտված ապացույցները։ Նրա սեփական օրագրի էջերը։ Բազմաթիվ զոհերի վկայությունները։ Տարիների հոգեբանական գիշատչության մանրակրկիտ փաստաթղթավորումը։ Առաջին անգամ այն պահից, երբ Անահիտը ճանաչել էր նրան, Սաթենիկը փոքր էր թվում։ Բացահայտված։ Խոցելի։ Դուք չեք հասկանում, ասաց նա վերջապես ցածր ձայնով։ Դուք բոլորդ ձեր կատարյալ կյանքերով, ձեր սիրող ընտանիքներով, ձեր հեշտ կապերով։ Ես պետք է ապացուցեի, որ ավելի լավն եմ, որ կարող եմ վերահսկել, որ կարող եմ հաղթել։ Ուրիշներին կործանելով։ Վարդանի ձայնը լի էր ցավով։ Դա քեզ ստիպում էր քեզ ավելի լավ զգալ։ Ինձ իմ ընտանիքից մեկուսացնելը։ Ինձ ստիպելը հավատալ, որ ես մենակ եմ։ Ամեն ինչ պարզապես խաղ էր քեզ համար։ Դա խաղ չէր, պատասխանեց Սաթենիկը, առաջին անգամ նրա ձայնում անկեղծ հույս կար։ Դա գոյատում էր։ Դա իշխանություն էր։ Դա միակ բանն էր, որն ինձ ստիպում էր զգալ, որ ես նշանակություն ունեմ։ Վարդանը դանդաղորեն օրորեց գլուխը։ Հետո նա հեռացավ նրանից։ Ֆիզիկապես։ Հուզականորեն։ Նա լիովին խզեց այն կապը, որը կինը կառուցել էր այդպիսի խնամքով 4 տարիների ընթացքում։ Դուրս եկ իմ տնից, ասաց նա հաստատուն ձայնով։ Հիմա։ Ոստիկանություն կանչեցին։ Ոչ թե այն պատճառով, որ ակնհայտ հանցագործություն կար, այլ երաշխավորելու համար, որ Սաթենիկը դուրս կգա առանց ավելի մեծ վնաս հասցնելու։ Նրան դուրս ուղեկցեցին առանձնատնից, մինչ բոլոր հյուրերը լուռ հետում էին։ Այն կինը, ով այդ խնջույքին մտել էր որպես հզոր տանտիրուհի, դուրս էր գալիս որպես պարտված կերպար, բացահայտված, մերկացած բոլոր այն դիմակներից, որոնք կրում էր։ Երբ դռները փակվեցին նրա հետից, ասես ողջ առանձնատունը տարիների ընթացքում առաջին անգամ կարողացավ շնչել։ Վարդանը ամբոխի մեջ փնտրեց Անահիտին։ Նա դեռ այնտեղ էր, առանց կեղծամի, խոցելի, բայց կանգնած։ Շնորհակալություն, ասաց նա պարզապես։ Եվ ներողություն։ Ներողություն այն ամենի համար, ինչ իմ կուրությունը թույլ տվեց, որ կատարվի այս տանը։ Անահիտը գլխով արեց։ Ավելի շատ բառերի կարիք չկար։ Նա տեսնում էր նրա աչքերում, որ այն տղամարդը, ում նկարագրել էր նրա ընտանիքը, դանդաղորեն վերադառնում էր։ Դեռ ժամանակ կպահանջվեր։ Դեռ աջակցության կարիք կունենար։ Բայց տարիների ընթացքում առաջին անգամ Վարդանն ազատ էր։ Հյուրերը սկսեցին ցրվել։ Ոմանք ցնցված էին։ Ոմանք հուզված։ Ոմանք պարզապես շտապում էին տարածել այն պատմությունը, որի ականատեսն էին դարձել։ Բայց Անահիտը գիտեր, որ դա նշանակություն չունի։ Ճշմարտությունը բացահայտված էր։ Սաթենիկն այլևս չէր կարող որսալ լռության մեջ։ Տիկին Հասմիկը մոտեցավ Անահիտին, գրկեց նրան։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Շնորհակալություն քաջություն ունենալու համար, երբ մեզնից ոչ ոք չուներ։ Հաջորդ օրերին Վահագնի թաղամասի առանձնատանը շատ բան փոխվեց։ Վարդանը նորից կապ հաստատեց իր ընտանիքի հետ։ Զանգեց Արմենին մյուս հին ընկերներին։ Ներողություն խնդրեց։ Բացատրեց։ Եվ դանդաղորեն սկսեց վերակառուցել այն կամուրջները, որոնք Սաթենիկն այրել էր։ Տատիկ Մարիամը, իրական բժիշկների կողմից ուղղված դեղերի չափաբաժնի շնորհիվ, աստիճանաբար վերականգնեց իր պարզամտությունը։ Հենց նա էր, որ մի կեսօր կանչեց Անահիտին զրույցի։ Դու քո ամենամեծ խոցելիությունը վերածեցիր ուժի, ասաց տիկինը փայլուն աչքերով։ Դա հազվադեպ է պատահում։ Դա հզոր է։ Երբեք չմոռանաս այն, ինչ արեցիր այստեղ։ Անահիտը մի քանի շաբաթ անց այցելեց առանձնատուն արդեն ոչ թե որպես աշխատակից, այլ որպես հյուր։ Նա դեռ կրում էր կեղծամ առօրյա կյանքում։ Դեռ զգում էր ամոթի այն խայթը, երբ մտածում էր իր վիճակի մասին։ Բայց ինչ-որ բան հիմնարար կերպով փոխվել էր իր ներսում։ Նա պարզել էր, որ քաջությունը վախի բացակայությունը չէր։ Դա գործելու որոշումն էր, չնայած վախին։
Դա ուրիշներին պաշտպանելու ընտրությունն էր, նույնիսկ երբ դա նշանակում էր սեփական անձը բացահայտել։ Դա հասկանալն էր, որ խոցելիությունը, երբ գիտակցաբար է օգտագործվում, կարող էր լինել ամենահզոր զենքը նրանց դեմ, ովքեր փորձում էին քեզ վերահսկել։ Վարդանը նրան ընդունեց հյուրասենյակում։ Նա այլ տեսք ուներ։ Ուսերն այլս կախված չէին։ Աչքերը նորից փայլ ունեին։ Նա նորից բացահայտում էր, թե ով էր ինքը նախքան Սաթենիկի իր կյանք մտնելը։ Լսեցի, որ Սաթենիկին տեսել են մեկ այլ քաղաքում, մեկնաբանեց նա։ Փորձում է նորից սկսել մեկ այլ ինքնությամբ։ Անահիտը գլխով արեց։ Նա էլ էր նույնը լսել։ Սաթենիկի պես կանայք հազվադեպ էին փոխվում։ Բայց գոնե հիմա արձանագրություն կար։ Կային վկայություններ։ Կար փաստաթղթավորված մի օրինաչափություն, որը կարող էր զգուշացնել ապագա զոհերին։ Իսկ դո՞, հարցրեց Վարդանը։ Ինչպե՞ս ես։ Անահիտը մի պահ մտածեց։ Սովորում եմ, պատասխանեց նա ազնվորեն։ Սովորում եմ, որ կարիք չունեմ ամոթ կրելու այն բանի համար, ինչը չեմ կարող վերահսկել։ Սովորում եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են, ինձ չեն դատելու իմ խոցելիությունների համար։ Սովորում եմ, որ երբեմն ազատվելու միակ միջոցը թաքնվելուց դադարելն է։ Վարդանը ժպտաց։ Անկեղծ ժպիտ։ Թվում է, երկուսս էլ սովորում ենք նորից ապրել։ Անահիտն այդ կեսօրին հեռացավ։ Առանձնատնից, զգալով մի բան, որը վաղուց չէր զգացել։ Խաղաղություն։ Ոչ թե այն մարդու խաղաղությունը, ով լուծել է բոլոր խնդիրները, այլ նրա խաղաղությունը, ով առերեսվել է իր ամենամեծ վախերին վերապրել։ Նա գիտեր, որ դեռ կլինեն դժվար օրեր։ Դեռ կլինեն անապահովության պահեր։ Դեռ կկրի պատահարի վնասվածքի սպիները, որոնք ձավորել էին իր կյանքը։ Բայց նա գիտեր, որ ինքն ավելի ուժեղ է, քան պատկերացնում էր։ Որ ինքն ուներ քաջություն, երբ իրավիճակը պահանջում էր։ Որ ինքը կարող էր ընտրել, թե ինչպես կպատմվի իր պատմությունը։ Եվ մինչ քայլում էր Երանի փողոցներով, զգալով կեսօրվա արը դեմքին, Անահիտը մտածեց բոլոր այն մարդկանց մասին, ովքեր դեռ ապրում էին անտեսանելի սարդոստայնների մեջ։ Բոլոր նրանց մասին, ովքեր ծանր գաղտնիքներ էին կրում։ Բոլոր նրանց մասին, ովքեր թաքնվում էին դատվելու վախից։ Եվ նա լուր խոստում տվեց, որ կօգտագործի իր փորձը ուրիշներին օգնելու համար։ Որ թույլ չի տա իր պատմությանն ավարտվել միայն վերապրումով։ Այն կվերածի ավելի մեծ մի բանի։ Որովհետև երբեմն մտածեց Անահիտը, ամենակարևոր մարտերը նրանք չեն, որոնք մղում ենք ուրիշների համար։ Դրանք այն մարտերն են, որոնք մղում ենք ինքներս մեզ համար։ Մեր սեփական վախերի դեմ։ Մեր սեփական ամոթի դեմ։ Այն ներքին ձայների դեմ, որոնք մեզ ասում են, թե մենք բավարար չենք։ Եվ երբ մենք հաղթում ենք այդ մարտերում, երբ որոշում ենք դադարել թաքնվել, սկսել ապրել լիարժեք, մենք ճանապարհ ենք բացում, որպեսզի ուրիշներն էլ նույնն անեն։ Վահագնի առանձնատունը շարունակեց գոյություն ունենալ։ Բայց այն այլս բանտ չէր։ Դա պարզապես մի տուն էր, որտեղ մարդիկ ապրում էին, աշխատում երկար ժամանակ անց առաջին անգամ ազատ շնչում։ Իսկ Անահիտը, այն կինը, ով այդ տուն էր մտել հավաքարարի քողի տակ, դուրս եկավ որպես մեկը, ով ազատեց ոչ միայն ուրիշներին, այլ գլխավորապես ինքն իրեն։ Որովհետև վերջում ամենամեծ հաղթանակը Սաթենիկին տապալելը չէր։ Դա իրեն վերահսկող վախին հաղթելն էր։ Դա թաքստոցի փոխարեն ճշմարտությունն ընտրելն էր։ Դա որոշելն էր, որ իր պատմությունը արժանի է պատմվելու իր սեփական պայմաններով։ Եվ դա, թերս, ամենակարևոր դասն է բոլորից։ Որ կապ չունի, թե որքան խորն են մեր գաղտնիքները, որքան ծանր է մեր ամոթը, որքան մեծ են մեր վախերը։ Միշտ կա ընտրություն։ Միշտ կա մի քաջություն, որը սպասում է բացահայտվելու։ Միշտ կա ուժ, թաքնված այն վայրերում, որոնք մենք թույլ ենք համարում։ Անահիտը վերջին անգամ հետ նայեց, տեսնելով առանձնատունը հեռվում։ Եվ նա ժպտաց։ Որովհետև գիտեր, որ այդ տունը, այդ վայրը, որը ներկայացնում էր այդքան վաղ տառապանք, նա դարձել էր այն վայրը, որտեղ նա գտավ մի թանկարժեք բան։ Նա գտավ ինքն իրեն։ Ամբողջական։ Խոցելի։ Քաջ։ Ազատ։ Եվ դա, վերջի վերջո, արժեր սարսափի յուրաքանչյուր պահը։ Բացահայտման յուրաքանչյուր վայրկյանը։ Այն անմոռանալի գիշերվա ընթացքում սրտի յուրաքանչյուր արագ բաբախյունը։
Որովհետ ազատությունը, պարզեց Անահիտը, առանց վախի ապրելը չէր։ Դա ապրելն էր, չնայած դրան։ Եվ դա մի դաս էր, որը նա իր հետ կկրեր հավերժ։